Ողջույն հարգելի քաղաքացիներ, եթերում հարցնում է քաղաքացին հաղորդաշարի 6-րդ թողարկումն է, որը նվիրված է տնտեսության, զբոսաշրջության, արդյունաբերության, գյուղատնտեսության, ձեռներեցության եւ հարակից այլ ոլորտներին։ Այս ձևաչափը հնարավորություն է տալիս մեր քաղաքացիներին ուղիղ կապ հաստատել կառավարության անդամների եւ ազգային ժողովի падգամավորների հետ, տեսահարցումներ ուղղելով նրանց։ Մինչեւ հոկտեմբերի 19 քաղաքացիները հնարավորություն են ունեցել տեսաձայնագրել իրենց հարցերը, որոնց այսօր կպատասխանեն էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը եւ նույն հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը։ Մինչ հարցերին անցնելը պարոն Պապոյան կխնդրեմ ոլորտային որոշ արձանագրումներ ներկայացնել։ Շնորհակալություն։ Մենք այս տարի նույնպես բավականին բարձր տնտեսական աճ ունենք եւ գյուղատնտեսության ոլորտում եւ տնտեսության մյուս ոլորտներում արձանագրվում է բավականին դինամիկ զարգացումներ, հատկապես ուզում եմ կարևորել, որ ազգային վիճակագրական ծառայությունը, երբ որ ամփոփում էր կիսամյակային աճերը, մենք տեսանք, որ երկրորդ կիսամյակում, առաջին կիսամյակի համեմատ էական արագացում ունենք տնտեսական աճի եւ իհարկե երրորդ կիսամյակը դեռ չի ամփոփվել, բայց նաև երրորդ կիսամյակի այն ամիսներին, երբ որ հրապարակվել է տնտեսական ակտիվության ցուցանիշը, մենք տեսնում ենք, որ ունենք բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ, ինչը շատ կարևոր է։ Միևնույն ժամանակ, օրինակ, մի շարք ոլորտներում արդեն իսկ ակնհայտ են դրական զարգացումներ, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում այս տարի բարեբեր տարի էր, հատկապես բուսաբուծության մասով, եւ մենք տեսնում ենք էական դրական զարգացումներ, մեկ օրինակ բերեմ, այս տարի խաղողի մթերումները նախորդ տարվա նկատմամբ արդեն իսկ 25% եւ ավելի աճ ունենք, ինչը վերաբերվում է տասնյակ հազարավոր մարդկանց, զբոսաշրջության ոլորտում, եթե տարին սկսել էինք ոչ այնքան հաջող, ապա երկրորդ կիսամյակը տարվա արդեն գրեթե բոլոր ամիսներին ունենք դրական զարգացումներ նախորդ ուրեմն ամսվա նույն ժամանակվա հատվածի համեմատ, ինչը նույնպես կարևոր է, արդյունաբերությունը նույնպես ըստ էության, հատկապես մշակող արդյունաբերությունը վերջին ամիսներին էլի դրական զարգացումներ ունի, բացարձակ թվերով իհարկե անկում կա, բայց այդ անկումը որևէ բացական ազդեցություն չունի մեր երկրի սոցիալ-տնտեսական կյանքի վրա, որովհետև անցած տարի ոսկու պարզ փոխադրում եւ շատ պարզունակ մշակում է տեղի ունեցել, իսկ գիտենք ոսկին արժեքով մեծ է, սակայն այն արդյունքը, որը ստացվում էր այդ պրոցեսի արդյունքում, դա ձգտում էր զրոյին եւ հանրային բարիք որևէ կերպ չէր ստեղծում, դա է պատճառը, որ այդ կրճատման արդյունքում որևէ բացական փոփոխություն մեր հանրության կյանքում տեղի չի ունեցել, ինչպես դրա լինելու պարագայում, եւ իհարկե մենք շարունակում ենք ակտիվորեն քայլեր ձեռնարկել մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի համար, մասնավորապես մեր թիրախում են շարունակում մնալ չինական, մերձավոր արևելքի, արևմտաեվրոպական եւ ամերիկյան շուկաները եւ օրինակ արևմտաեվրոպական շուկաներում մեր ապրանքների մշակող արդյունաբերության ապրանքների հասանելիության ավելացման նպատակով գիտեք նոր նախաձեռնություն ունենք, որից ակտիվորեն օգտվում են մեր բիզնեսները, մասնավորապես երբ որ իրենք պատրաստի արտադրանք են արտահանում Եվրոպական միություն եւ բազմաթիվ մի շարք այլ շուկաներ, մենք իրենց մաքսատուրքի փոխհատուցում ենք տրամադրում, շարունակում ենք ակտիվորեն աշխատել մեր տնտեսության արտադրողականության բարձրացման վրա եւ արդեն իսկ մոտենում ենք $12 մարտ ժամ հնա շեմին, ինչը շատ կարևոր է եւ ես կարծում եմ, որ այս տարվա ցուցանիշներով նաեւ $9,000 մեկ մարդու հաշվով հնայի շեմը պետք է հաղթահարենք, պետք է անցնենք եւ կարևոր արձանագրում եւ կարևոր ցուցանիշ կլինի մարդկանց սոցիալ-տնտեսական կյանքի փոփոխությունների եւ մեր տնտեսական զարգացման, իհարկե նաեւ վերջերս հրապարակվեցին մի շարք ցուցանիշներ, օրինակ ջինի գործակիցը, որով Հայաստանը տարածաշրջանում ամենացածրն է, այսինքն դա նշանակում է, որ եկամուտները ամենահավասարաչափն են տարածաշրջանում բաժանվում Հայաստանում, այսինքն ինչքան ցածր է ցուցանիշը, դա նշանակում է, որ այնքան մի խումբ մարդկանց ձեռքում չի կուտակվում այդ ուրեմն հանրային արդյունքը, այլ հնարավորինս շատ մարդկանց մեջ է բաշխվում եւ Հայաստանը առաջին անգամ իր պատմության մեջ
մեջ գլոբալ ինովացիոն ինդեքսում 60-րդ տեղից ներքևում է հայտնվել, ինչը նույնպես կարևոր ցուցանիշ է, այսինքն առաջին անգամ մեր պետությունը հայտնվեց 60 ուրեմն այն երկրներից շարքում, որտեղ նորարարությունները, ինովացիան, գիտությունը, դրանք, այսպես ասած, այդ ցուցանիշներով մենք բավականին առաջադիմել ենք եւ սա նույնպես այդ ամենի արտացոլումն էր։ Շնորհակալություն պարոն Պապոյան, այժմ կարող եք անցնել հարցերին։ Բարև ձեզ, հարգելի Գևորգ Պապոյան եւ Թունյան։ Իմ անունը Խաչիկ Ավետիսի Պետրոսյան է։ Հարցս ու առաջարկս հետեւյալն է։ Ես այսօրվա դրությամբ հանդիսանում եմ կազմակերպության փոխտնօրեն, որը զբաղվում է ներմուծմամբ, եւ ցանկություն ունեմ զբաղվելու գյուղատնտեսությամբ, պետական ծրագրերի աջակցությամբ։ Այսինքն ես բանկեր այցելելուց հասկացել եմ, որ մեր բանկերը շատ կոմերցիոն դիտարկում ունեն նման առաջարկներին, ինչու՞մն է խնդիրը։ Ես գումար չունեմ ներդնելու, բայց մեծ ցանկություն եւ ջանք կարող եմ ներդնել այդ ճյուղը զարգացնելու։ Այն է, որ հողատարածքը, որը որ պահանջվելու է, գնի բանկը, որը որ կգրավադրվի բանկում, այնուհետև կառույցը, ենթակառուցվածքները, գցենք թե ջրմատնային տնտեսության նախատեսված կամ խելացի գոմի նախատեսված սարքավորումները կրկին վարկավորի բանկը, որը որ կրկին կգրավադրվի բանկում եւ ծավալվի համապատասխան գործունեությունը։ Դրա հետ միասին բանկերը կարող են ունենալ իրենց տնտեսական վերլուծական բաժինները, որոնք որ կդիտարկեն եւ կքննարկեն տվյալ բիզնես առաջարկները, ինչի արդյունքում կարող են նաև ստուգել տվյալ անձի վարկային պատմությունը, վերլուծեն եւ հասկանան այդ տվյալ անձը հնարավորություն ունի այդ ճյուղը զարգացնելու կամ այդ գործունեությունը ծավալելու, որի արդյունքում որ կարա նաև գյուղատնտեսությունը ավելի մեծ մասշտաբներով զարգանա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Դե տեսեք, նախ նշեմ, որ բանկերը, ֆինանսական կազմակերպությունները իրենք մասնավոր ընկերություններ են, որտեղ բնականաբար հետապնդում են իրենց մասնավոր շահերը եւ իրենց ռիսկերով են աշխատում, այսինքն իրենք գնահատում են ում պետք է վարկավորեն, ում ոչ եւ ըստ այդմ վարկավորում են կամ չեն վարկավորում, բնականաբար բոլոր այն դեպքերում, որտեղ որ իրենք գնահատում են իրենց ռիսկերը եւ տեսնում են, որ դրա վերադարձելիությունը բավարար չափով հիմնավորված է, վարկավորում են։ Այս առումով պետք է նշել, որ չենք կարող ուղղակիորեն, այսպես ասած, այնպես ազդել, այնպես միջամտել այդ կազմակերպությունների գործունեությանը, որ իրենց ստիպենք վարկեր ուրեմն տրամադրել, որովհետեւ ելի եմ կրկնում, դա իրենց միջոցներն է եւ իրենք իրենց գործունեությունը իրենց ռիսկով են իրականացնում եւ պետությունը նորից եմ կրկնում չի կարող միջամտել բանկերի ներքին վարկային քաղաքականության կամ որոշումների ընդունման գործընթացներին։ Միաժամանակ, սակայն պետությունը նշված խնդրի լուծման համար այլ մեխանիզմներ է առաջարկում։ Այսինքն մենք հասկանում ենք, որ իրականության մեջ կա նաև այսպիսի խնդրեմ եւ դրա համար օրինակ մենք տեսեք քաղաքացին ենթադրենք ուզում է գյուղատնտեսությամբ զբաղվել, օրինակ փոքր եւ միջին խելացի անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման ծրագիր ունենք, այս ծրագիրը ունի երկու բաղադրիչ։ Մեկը դա վարկային բաղադրիչն է, այսինքն վերցնում են բանկերից գումար, բանկերը վստահում են բիզնեսին, բիզնես գաղափարին, գրավի դիմաց բնականաբար վարկավորում են իրականացնում, պետությունը մի մեծ չափով, օրինակ 10%-ային կետով սուբսիդավորում է այդ վարկերի ուրեմն տոկոսադրույքները։ Բայց միևնույն ժամանակ ունենք նաև մեկ այլ հնարավորություն, դա այն դեպքն է, երբ որ պետությունը օրինակ խելացի անասնաշենքերի դեպքում վարկային բաղադրիչից բացի ունենք նաև փոխհատուցման բաղադրիչ, երբ որ կարող է կառուցել կամ վերակառուցել խելացի անասնաշենք, որի դեպքում կառավարությունը փոխհատուցում է ծախսերի 25-ից 70%-ը, բայց ոչ ավել, քան ծրագրով սահմանված ուրեմն մոդելների առավելագույն սահմանաչափեր, այսինքն կա փոքր մոդել, միջին մոդել եւ մեծ մոդել եւ ամեն մեկի համար գոյություն են առավելագույն սահմանաչափեր, երբ որ իրենք իրենց միջոցներով կառուցում են, այնուհետեւ երբ որ կառուցում վերջացվում է, ստացվում է ավարտական ակտը, մենք գնում ենք մոնիտորինգ ենք անում եւ վճարում ենք ուրեմն այդ մարդկանց։ Եվ պետք է նշեմ նաեւ, որ այս ծրագրի շրջանակում այդ կլինի խելացի անասնագոմ, կլինի ջերմատուն, ուրեմն կիրառվում է որոշակի
որոշակի օտարման սահմանափակում եւ գույքի տիրապետման առաջնային իրավունքը 5 տարի ժամկետով պատկանում է նախարարությունը, սակայն իհարկե նախարարությունը համաձայնությամբ նշված գույքը կարող է գրավադրվել ֆինանսական կառույցում պայմանով, որ ստացված վարկային միջոցները, ինչպես մեր սիրելի քաղաքացին նշեց, բացառապես օգտագործվեն այդ նպատակի համար, օրինակ անասնաշենքում գլխաքանակը համալրվի կամ ջերմատան դեպքում տեխնիկական վերազինում իրականացվի եւ այլն։ Ըստ էության այս մեխանիզմը ամբողջությամբ գործում է եւ այս մեխանիզմով բազմաթիվ քաղաքացիներ ուրեմն ձեռք են բերել, այլ հարց է, որ երբեմն ինչ որ լրացուցիչ գույք կարող է ուզի բանկը, որպեսզի գրավի ապահովման միջոց կամ գույքը կարող է կամ հողամասը կամ կառուցվող գույքը չունենա այնպիսի արժեք, այդ դեպքում հնարավոր է բանկը չֆինանսավորի, այսինքն այս առումով պետք է նշել, որ որոշակի հարցեր կան, որոնք արդեն երկու բիզնեսների, ես բաղկարում գյուղատնտեսական բիզնես իրականացնող քաղաքացու եւ ֆինանսական բիզնես իրականացնող քաղաքացու կամ երկու իրավաբանական անձանց կամ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տիրույթում գտնվող հարց է եւ այս առումով ինչքան որ իմ ուշադրության կենտրոնում է գյուղատնտեսական բիզնես իրականացնողը, այդքան էլ ֆինանսական բիզնես իրականացնողը, քանի որ դրանք երկուսն էլ մեր քաղաքացիներն են, մեր տնտեսության կարևոր ուրեմն սուբյեկտներ են։ Շնորհակալություն պարոն նախարար, պարոն Թունյան։ Ըստ էության պարոն Պապյանը արդեն հարցերի մեծ մասին անդրադարձավ, ես մի քիչ ավելի փորձեմ միտքը շարունակելով մի քիչ ավելի պարզ օրինակի վրա ներկայացնեմ։ Ես մեր հարգելի հայրենակցի հարցից հասկացա հետևյալը, որ ինքը ցանկանում է ըստ էության զրոյական միջոցները ներդնելով ամբողջությամբ բանկային ֆինանսավորման հաշվին որևէ պրոյեկտ իրականացնել։ Հիմա տեսեք ինչ է այդտեղ ու ասում է, որ այդ հողը, որը պիտի գնվի, ենթադրենք բանկը վերցնում է որպես գրավ։ Հիմա մենք պարզ օրինակով ասենք, ենթադրենք քաղաքացին ձեռք է բերում 10 միլիոն դրամ արժողությամբ հող եւ պատրաստում է այնտեղ կատարել 10 միլիոն դրամի ներդրում։ Հիմա ինքը ակնկալում է բանկից ունենալ 20 միլիոն դրամի վարկավորում, քանի որ ինչպես հասկացա, սեփական միջոցներ չի ուզում ներդնի կամ չունի։ 20 միլիոն դրամ վարկավորելու դիմաց բանկը պիտի համապատասխան գրավ ունենա, իսկ այդ հողը եթե ինքը վերցնի ամբողջությամբ գրավադրի, դրա լիկվիդային արժեքը լինելու է 6-7 միլիոն դրամ։ Այսինքն ստացվում է մենք ակնկալում ենք, որպեսզի բանկը քաղաքացուն կամ տնտեսվարողին 20 միլիոն դրամի վարկ տրամադրի, փաստացի 7 միլիոնանոց գրավի դիմաց։ Սա կարող է բանկեր լինեն, որ դրան համաձայն են, բայց բանկերը իրենք էլ ունեն որոշակի նորմատիվներ ու չեն կարող իրենց ֆինանսական կայունությունը վտանգել, որովհետև հակառակ դեպքում մեր ավանդատուների խնդիրները ի հայտ կգան ու այդտեղ ավելի լուրջ խնդիրներ կստեղծվեն։ Իհարկե կա գլոբալ խնդիր, որպեսզի մեր բանկերը մի քիչ ավելի պրո-բիզնես մոտեցում ցուցաբերեն եւ որոշ դեպքերում մի քիչ ավելի ռիսկ վերցնեն իրենց վրա համատեղ կիսելով այդ բիզնեսի հաջողության հեռանկարը, բայց այստեղ ավելի շատ կառավարության դերը պարոն Պապյանի ասած աջակցության ծրագրերի մեջ է, քան որ ֆինանսական ոլորտը ինքը պիտի իր նորմատիվներով ու իր ռիսկերի կառավարման համակարգով աշխատի, թե չէ մենք այնպիսի խնդիրներ կստեղծենք, որ ֆինանսական համակարգը կարող է շատ լուրջ սնանկացման ռիսկի առաջ կանգնել։ Շնորհակալություն, անցնենք հաջորդ հարցին։ Բարև ձեզ, ես Արուհի Կիրակոսյանն եմ։ Հարցս հետևյալն է. Ինչ եք կարծում էկոնոմիկայի նախարարության կողմից գյուղին տրվող սուբվենցիոն ծրագրերից ինչքանով են կարողանում հասարակ սովորական գյուղացիները օգտվել։ Հարցը իմ մոտ առաջացել է, քանի որ հաշվետվությունները նայելիս տեսնում ենք, որ հիմնականում այս ծրագրերից կարողանում են օգտվել այսպես կոչված խոշոր հողատերերը, վարչական շրջանների ղեկավարները կամ նրանց հետ այսպես կոչված փոխկապակցված անձինք եւ սովորական գյուղացիների ներգրավվածությունը ցավոք սրտի այդքան էլ մեծ չէ։ Եվ ինչ կարելի անել, ինչ ծրագրեր իրականացնել, որ սովորական հասարակ գյուղացիները կարողանան իրազեկված լինել այս ծրագրերի մասին եւ համապատասխանաբար օգտվել նրանցից։ Շնորհակալ եմ պատասխանելու համար։ Շնորհակալ եմ հարցի համար, հարգելի Զարուհի, իրականում ես հիմա փաստերով կապացուցեմ, որ բոլորն են կարողանում օգտվել։ Եվ այո, կան ծրագրեր, որոնցից օգտվելու դեպքում նպատակահարմար է խոշոր ներդրումներ, կան ծրագրեր, որոնցից օգտվելու դեպքում նպատակահարմար է մեծ
հողատարածքներ, բայց բազմաթիվ ծրագրեր էլ կան, որոնց համար շատ գումար պետք չի եւ հազարավոր, տասնյակ հազարավոր Հայաստանի Հանրապետության գյուղաբնակ քաղաքացիներ օգտվում են մեր ծրագրերից։ Հիմա հերթով գնանք։ Օրինակ, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագիրը, որի դեպքում հենց ձեռք բերվող տեխնիկան հանդիսանում է լիզինգի առարկա, գրավի անհրաժեշտություն չկա, ընդամենը անհրաժեշտ է 20% կանխավճար եւ կառավարությունը սուբսիդավորում է ձեր վարկի 12%-ային կետը։ Եվ շատ հաճախ մենք տեսնում ենք, որ վարկի տոկոսադրույքը ամբողջությամբ մենք սուբսիդավորում ենք։ Օրինակ, կան տրակտորներ, 6 միլիոն դրամ, 7, 8, 9, 10, 11 միլիոն դրամանոց տրակտորներ։ Գյուղացին կարող է, օրինակ, ենթադրենք 10 միլիոնանոց տրակտորի դեպքում 2 միլիոն դրամ կանխավճար տա, 8 միլիոն դրամ վարկի, մնացած վարկի լիզինգի տոկոսները կառավարությունն է վճարում, ինքը այդ 8 միլիոն դրամը աշխատանքներ է իրականացնում իր գյուղում, ծառայություններ է մատուցում իր գյուղացիներին, մեկի համար վար է անում, մյուսի համար ապրանք է տեղափոխում եւ այլն, եւ մի քանի տարվա մեջ շատ արագ վճարում է, վերջում էլ տրակտորը մնում է իրեն, կարելի ասել հենց այնպես, հա, եւ սա տեսական օրինակ չէ, այդպիսի հարյուրավոր օրինակներ կան, երբ որ մեր քաղաքացիները այդ տեխնիկան ձեռք են բերում, տոկոսները կառավարությունն է տալիս, իրենք ընդամենը կանխավճարը, հետո դա սկսում են կիրառել արդեն պրակտիկայում եւ տեսնում ենք արդյունքները։ Կոմբայնի դեպք ունենք, որը մի փոքր ավելի թանկ է, բայց սեզոնին սկսում է Արմավիրից, այդպես բարձրանում է Թալինով, Շիրակի դաշտավայրով, մինչև հասնում է Աշոցք եւ մի քանի սեզոնների ընթացքում ամբողջ այդպես ասած այն ծախսը, որը պիտի աներ ինքը այդ կոմբայնի վրա, գումարերն հետ է գալիս։ Սա մեկ օրինակ։ Հաջորդը Գարնանացան մշակաբույսերի եւ աշնանացան ցորենի ծրագիր ունենք, որտեղ 70-ից 110 հազար դրամ սուբսիդավորում ենք ամեն հեկտարի մշակման համար։ Այստեղ մոտ 2 տասնյակ հազար գյուղացիական ֆերմերներ, քաղաքացիներ օգտվել են այս ծրագրից եւ սա մեր էլի ամենամասսայական ծրագրերից է, շատ գումար պետք չի, ընդամենը մի քանի 100,000 դրամի ներդրում քո հողի վրա եւ այդ ծախսերի մի մասը, հաճախ նաեւ կեսը, ուրեմն պետությունը սուբսիդավորում է, համաֆինանսավորում է, վճարում է ուրեմն քո համար։ Հաջորդը շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերում։ Տեսեք, այստեղ ինչ լավ ծրագիր ունենք, ուրեմն Հայաստանի Հանրապետության դրամով տրամադրվող լիզինգի 12%-ը պետությունը սուբսիդավորում է, այսինքն դե դուք օրինակ վերցնեք 13%-ով վարկ լիզինգ, հա, 12%-ը կառավարությունն է տալի։ Բացի դրանից, կառավարությունը փոխհատուցում է շարժական մոդուլային սպանդանոցների համար անհրաժեշտ 20% կանխավճարի 80%-ը։ Այսինքն ստացվում է ինքը արժի պայմանական 100 միավոր, դուք պետքա 20 միավոր սկզբից վճարեիք, 4-ը դուք եք վճարում, 16-ը պետությունը կանխավճարի մասով։ Տոկոսադրույքները ամբողջությամբ կարող է վճարել ուրեմն պետությունը կամ մաքսիմում կարող է այնտեղ 1-2%-ային կետ մնա, այնուհետև մնացած գումարը, այդ 80% մայր գումարը, որը մնում է, դա էլի աշխատում է եւ ընթացքում փակում եք։ Այսինքն այսպիսի լավ մեխանիզմներ գոյություն ունեն։ Մեկ այլ ծրագրի մասին էլ, այնքան շատ են այդ ծրագրերը, օրինակ ունենք մեղվաբուծության աջակցության ծրագիր։ Այս ծրագրով կարող եք ձեռք բերել նվազագույնը 10 մեղվանտանիք։ Միջին մեղվանտանիքի գինը տենց մի 70-80 հազար դրամ է։ Պետությունը կեսը վճարում է 40,000, այսինքն ստացվում է, որ եթե 10 մեղվանտանիքի դեպքում ձեր ծախսը պիտի լիներ մի 800,000 դրամ, 400,000-ը պետությունն է վճարում, 400-ը դուք։ Էլի սա չեմ կարծում, որ ձեր նշած մարդկանց շրջանակին էր, խոշոր հողատերերից ոչ մեկ չեմ կարծում, որ իմ նշած ծրագրերից օգտվում է, իրենք այլ ծրագրերից են օգտվում, կամ տեսեք մեկ ուրիշ ծրագիր էլ ունենք, օրինակ 5 տոհմային ոչխար կարող եք գնել, սկսած 5 տոհմային ոչխարից, եւ պետությունը 50% սուբսիդավորում է այդ ծախսի։ Այսինքն էլի մի քանի 100,000 ներդրման մասին է այստեղ խոսքը։ Ունենք ծրագիր, արհեստական սերմնավորման ծրագիր, երբ որ հիմա պետությունը 15,000 դրամ է մեկ սերմնավորումը, 10,000-ը պետությունն է տալիս, 5-ը գյուղացին, եւ հիմա զանգվածաբար տասնյակ հազարավոր մարդկանց կենդանիների սերմնավորում է արվում, որպեսզի սերունդը փոխվի, որպեսզի ժամանակակից նոր լավ ուրեմն կատնատու, մսատու սորտեր ուրեմն լինեն մարդկանց
մարդկանց անասնագոմերում, ոչ թե ավանդական մեր ուրեմն սորտերը, եւ այսպես շարունակ հարգելի գործընկերներ, մեր բոլոր ծրագրերը միտված են մեր քաղաքացիների աջակցության, նույնիսկ այն ծրագրերը, որոնք որ խոշոր բիզնեսին են աջակցում, ասենք օրինակ խաղողի մթերման վարկի համար պետությունը 50% երաշխիք է տալիս։ Էլի մեր գյուղացին է դրա շահողը, որովհետեւ այնտեղ տալիս են երաշխիքը, այդ վարկով գնում է մեր քաղաքացու խաղողն է ինքը մթերում, եւ այսպես շարունակ։ Շնորհակալություն պարոն Պապոյան, հարգելի գործընկերներ, ունեք ավելացնելու որևէ բան։ Կարծում եմ, որ գյուղացիների հետ կապված խնդիրները առավել շատ վերաբերում են իրենց վճարունակությանը։ Ինչի պարզ գյուղացիները չեն կարողանում օգտվել այս ծրագրերից, որովհետև ունեն ժամկետանց վարկեր, ունեն բազմաթիվ ֆինանսական խնդիրներ եւ հետեւաբար դժվարությամբ են ներգրավում այս ծրագրերի իրագործմանը։ Երկրորդը ոչ տեղյակ լինել։ Հետեւաբար մենք որպեսզի այս խնդիրները ավելի մատչելի դարձնենք, մենք պետք է առաջարկենք, որ համայնքները անպայման այդ ծրագրերի մասին ոչ միայն իրազեկեն իրենց կայքերով, այլ նաև կարողանան բարձ գյուղացու լեզվով ասած գյուղամիջում կպցնեն այս ծրագրերի մասին հայտարարություններ, որպեսզի գյուղացին ամենօրյա իր շփումներում տեսնի, որ նման ծրագիր կա եւ ինքը կարող է օգտվել։ Եվ այդտեղ պետք է գյուղացիներին օգնել նաեւ հետեւյալ կերպ։ Եթե շատերն են, որ ունեն բանկերի հետ խնդիրներ եւ չեն կարողանում ծրագրերից օգտվել, որովհետեւ ծրագրերի մեջ բոլորի մեջ կա վարկային բաղադրիչ, հետեւաբար բանկերը չեն ընդառաջում, ասելով որ դուք ժամկետանց վարկեր ունեք եւ այլն, այդ դեպքում պետք է իրենք նաեւ գնան հողերի խոշորացման ծրագրով, այսինքն իրենք կարող են պայմանավորվել իրենց միջի վճարունակ գյուղացու հետ հողերը համադրել, յուրաքանչյուր 1000 մետր, 2000 մետրը միացնեն, ստանան 2-3 հեկտար հող եւ յուրաքանչյուր իր բաժնեմասը ունենա, բայց այն գյուղացին, որը վճարունակ է, վարկունակ է եւ նաեւ ավելի ընդունակ է այս գործերը իրականացնելու, ծրագիր իրականացնելու, նա այդ համատեղ իրականացնեն այս ծրագրերը։ Մենք հնարավորինս մոտեցնենք մեր գյուղացուն, որովհետեւ գյուղացիների մի զգալի հատվածը իսկապես չեն կարողանում օգտվել չիմացության արդյունքում, տեղյակ չլինելու արդյունքում, նաեւ չունենալով կրթական մակարդակ, որ անհրաժեշտ է համակարգչային հնարավորություններից օգտվել։ Այս իմաստով մենք կարող ենք լրացուցիչ գործիքակազմ օգտագործել եւ օգնել, որ ավելի ընդլայնվի ծրագրի իրականացման ձևաչափը եւ ավելի շատ մեր գյուղացիների մեծաթիվ մասնակցություն ունենանք մեր ծրագրերին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Բագրատյան, լսենք մեր հաջորդ հարցը։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ հնարավորության համար։ Ես Արտուր Կիրակոսյանն եմ, New Kingdom ՍՊ-ի հիմնադիր եւ տնօրենը։ Մեր ընկերությունը զբաղվում է անգլերեն լեզվի դասընթացների մատուցմամբ, այսպես ասած լեզվի ուսուցման կենտրոն ենք։ Նախ կցանկանամ ներկայացնեմ ոլորտի խնդիրը եւ ապա կուղեմ հարցս։ Լեզուների ուսուցման ոլորտի ներկայացուցիչները աշխատում են կամ միկրոձեռնարկատիրության համակարգով, կամ շրջանառության համակարգով, եւ մեր վերլուծությունները ցույց են տալիս եւ ուսումնասիրությունները, որ ոչ մի կազմակերպություն չի համարձակվում հատել 115 միլիոն դրամի շեմը եւ գործել ավելացված արժեքի եւ շահութահարիկի դաշտում, քանի որ դա կհանգեցնի մոտավորապես 25% գնաճի։ Տնտեսական ակտիվությունը Հայաստանի հիմա այնպիսին է, որ կա աճի ռեալ հնարավորություն, բայց որ կազմակերպությունը առաջինը մուտք գործի ավելացված արժեքի եւ շահութահարիկի դաշտ, նա պարզապես չի դիմանա անհավասար մրցակցությանը։ Հարցս հետեւյալն է. արդյոք հնարավոր է ընտրական փոփոխություն լեզվի ուսուցման կենտրոնների համար, որպեսզի կարողանանք բնականon աճ ունենալ, քանի որ այսպես թե այնպես ավելացված արժեքի համակարգով եւ շահութահարիկով լեզվի ուսուցման կենտրոնները չեն աշխատում։ Առաջարկում եմ կամ պարզապես հանել 115 միլիոն դրամի շեմ այս ոլորտի համար, կամ հնարավորություն տալ գործել 0% ավելացված արժեքի հարկով եւ 20% շահութահարիկով։ Առաջարկող փոփոխությունը պետբյուջեի համար չի լինի ծանրություն, հակառակը կապահովի լրացուցիչ մուտքեր։ Նորից կրկին անգամ շնորհակալ եմ հնարավորության համար։ Շատ լավ, շնորհակալություն հարցի համար։ Ես լրիվ հասկանում եմ մեր հայրենակցի մտահոգությունը, առավելևս որ այս տիպի խնդիրներ մենք երկար ժամանակ է քննարկում ենք ու այս քննարկումներն ու այս հարցադրումները միշտ եղել են, երբ մենք որոշ փոփոխություններ ենք կատարում շրջանառության հարկի դրույքաչափի փոփոխության ժամանակ, անգամ կհիշեք, որ կար առաջարկ, որպեսզի մենք ընդհանրապես բոլոր մասնագիտական ծառայությունները շրջանառության հարկի ռեժիմից տանենք ավելացված արժեքի հարկի դաշտ։ Այդ դեպքում մեր քաղաքացու ասած այդ անհավասարությունը չէր լինի, որովհետև բոլորը կաշխատեն նույն հարկային դաշտում, բայց տեղի կունենար հարկային բեռի որոշակի ավելացում։ Դրա համար մենք ձեռնպահ մնացինք այդ փոփոխություններից։ Հիմա ինչ վերաբերում է առաջարկին,
ոլորտային սահմանափակումներ կամ ոլորտային արտոնություններ սահմանելու գաղափարը ամենալավ գաղափարը չի, որովհետև եթե մենք օրինակ լեզվի ուսուցման կենտրոնների համար նման բան սահմանենք, հաջորդիվ կգան այլ ոլորտներ ու ոչ պակաս համոզիչ փաստարկներով կհիմնավորեն, որ իրենց դեպքում նույնպես այդ խնդիրը գոյություն ունի։ Ավելի լայն է խնդիրը, բոլոր այն ոլորտները, որտեղ որ ըստ էության հումք գրեթե չի ծախսում եւ հիմնական ծախսը աշխատավարձն է, իրենք ավելացված արժեքի հարկը հաշվանցելու տեղ չունեն եւ իրենց համար փաստացի տեղի ունենում հարկային բեռի ավելացում։ Սրա երկարաժամկետ ու ֆունդամենտալ լուծումը հարկային օրենսգրքի մեջ մենք քննարկում ենք եւ հնարավոր է մենք ունենանք որոշ ոլորտների համար տարբերակված ավելացված արժեքի հարկի դրույքաչափ եւ որ ավելի հավանական է ունենանք մեկ միասնական հարկային ռեժիմ բոլոր տնտեսվարողների համար, որովհետև եթե դու ունես մի կողմից միկրոբիզնեսի ռեժիմ, մի կողմից շրջանառության հարկի, մի կողմից ավելացված արժեքի հարկի ռեժիմ, այդ առումով միշտ առաջանում է խնդիր եւ անհավասարություն իրենց աշխատելու պայմանների մեջ, որովհետև ստացվում է մի ոլորտի աշխատողը, որը շրջարկով աշխատող է, իր համար հարկային բեռը շատ ավելի ցածր է լինում, քան ավելացված արժեքի հարկի դաշտում աշխատողների համար։ Այս խնդրով կառավարությունը ակտիվ զբաղվում է, մենք հայտարարել ենք, որ ունենալու ենք հարկային օրենսգրքի լուրջ փոփոխություններ ու այս հարցերը ուշադրության կենտրոնում են եւ ուզում եմ ասել, որ այս հարցի մեջ ամեն դեպքում մի ուրախալի կետ կար, որ ընկերությունները աճելու պոտենցիալ ունեն, այսինքն պահանջարկը կա, ծառայությունները կան, ուզում եմ նշել նաև, որ սոցիալական կրեդիտների համակարգը նաև նպաստել է այս ոլորտի աճին, այսինքն պետությունը երբ լրացուցիչ գումար է հետ վերադարձնում եկամտային հարկից, այս կոնկրետ հարկային անհավասարության կամ խնդրի լուծումը կարծում եմ մենք մինչև տարեվերջ ավելի հստակ տեսլականով կներկայանանք։ Շնորհակալություն, ունեք ավելացնելու բան։ Ես ճիշտ ասած մեր գործընկերոջ բարձրացած հարցի մասին մի քիչ կարծում եմ, որ մոտեցումը իր սուբյեկտիվ է, որովհետև տեսեք, ընկերը նշեց, որ մինչև 115 միլիոնի դեպքում, շրջարկի դեպքում, այսինքն իրենք հավասար մրցակցության դաշտում են, ճիշտ է ասում։ Իսկ եթե մինչև 115 միլիոն դուք հավասար մրցակցել եք, եւ դրանից հետո դուք լրացուցիչ ծառայության մատուցելու հնարավորություն ունեք, այսինքն կարող է դա դառնալ 150 միլիոն, 200 միլիոն, այդ դեպքում որևէ խնդիր չկա, որ դուք այլևս ծառայությունը էժանացնեք եւ 20% ռեժիմի ժամանակ պահպանեք այն գումարը, որով ծառայությունը մատուցում եք։ Այսինքն, եթե անգլերեն լեզվի ուսուցումը պայմանական եմ ասում, ամիսը 10,000 դրամով եք անում, դրա մեջ մինչև 10% շրջարկ եք վճարում։ Այսինքն 1000 դրամ դուք վճարում եք շրջարկ։ Եթե անցնում եք արդեն 115 միլիոնի շեմը եւ պետք է այդ դեպքում 10,000-ին գումարեք 20%, այսինքն 12,000 դրամով մատուցեք ծառայությունը, պետք չի ավելացնել, մնալ մրցակցային, այլ նույն 10,000 դրամի 20%-ը ներառել։ Այսինքն ծառայության գումարը մի քիչ ավելի քիչ վաստակել, բայց ավելի մեծ շրջանառություն ունենալ եւ մնալ մրցակցության դաշտում։ Այսինքն կարծում եմ այստեղ բիզնես կառավարման որոշակի խնդիրներ կա, որ պետք է մեր գործընկերը ուսումնասիրի միջազգային փորձը, այդ դեպքում ինքը կարող է եւ նաեւ ավելացված արժեքի դաշտում դառնալ մրցակցային։ Այնպես որ մի արժեք չի, որ 115 միլիոնից ավել պետք չի աշխատել, կարող են աշխատել ավելի շատ հարկ վճարելով, բայց ավելի մեծ քանակի, մեծ թվով ծառայություն մատուցելով իրենց շահույթը ապահովել այնքան ինչքան անհրաժեշտ է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, անցնենք մեր հաջորդ հարցին։ Ողջույն ձեզ, ես Մայր Իսրայելյանն եմ, Արցախից, զբաղվում եմ բիզնես գործունեությամբ Հայաստանի Հանրապետությունում։ Ուզում եմ հասկանալ, էկոնոմիկայի նախարարությունը որևէ գործիքներ մշակում է եւ մշակելու է արդյոք ուղղված հենց հատկապես Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար բիզնեսով զբաղվող։ Խոսքը փոքր, գերփոքր, ինչ չէ նաև միջին բիզնեսների համար է, որոնք ունեն համապատասխան հնարավորություններ մրցակցելու տեղական շուկայում, այսինքն անգամ տարրական բնակարան չունեն, որպեսզի գրավադրեն եւ տարբեր ճգնաժամային իրավիճակներում կարողանան ֆինանսական միջոցներ ներդնել։ Չկան բանկային արտոնություններ, արդեն մոտենում եմ որպես
տարերային աղետի, պատերազմի ենթարկված հանրության, որոնք ունեն մշտապես օժանդակության կարիք մինչև ոտքի կանգնեն։ Բոլոր մնացած հանգամանքները, որոնք լուծում են պահանջում եւ լուծվելու են, անքակտելիորեն բաղկացած են եւ կազմված են աշխատանքից։ Դրա համար ես խնդրում եմ եւ ցանկանում եմ հետաքրքրվել, արդյոք գործիքակազմ մշակվում է Արցախից տեղահանված բիզնեսմենների համար։ Ղարաբաղից տեղահանված բոլոր մարդիկ որևէ տարբերակման չեն ենթարկվում մեր քաղաքացիների հետ, մեր ծրագրերի մասով, այսինքն այն առավելությունները, այն արտոնությունները, որոնք որ մենք տրամադրում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ամբողջությամբ տրամադրում ենք Ղարաբաղից եկած մեր հայրենակիցներին եւ նրանք նույնպես ամբողջությամբ կարող են օգտվել այս ծրագրերից։ Օրինակ, ես նշեցի նախորդ հարցերի դեպքում մեղվաբուծության մասին, շարժական սպանդանոցի մասին, նշեցի բուսաբուծության ոլորտում մինչև 50% ծախսերի փոխհատուցման ծրագրի մասին, նշեցի ագրոպարենային համակարգի լիզինգի մասին տրակտորների օրինակը բերելով, մեկ այլ օրինակ էլ բերեմ, ասենք մեր արտադրողականության խթանման ծրագիրը, որը նախատեսում է 10%-ային կետով լիզինգի ուրեմն տոկոսադրույքների փոխհատուցում։ Այդ լիզինգ օրինակ 12%-ով է, մենք ձեռք են բերում իրենք սարքավորում, այդ սարքավորման ուրեմն լիզինգի 10%-ային կետը կառավարությունն է վճարում, այնտեղ մնում է տակը էլի 2%-ային կետ եւ սրանով այս պորտֆելի մեծությունը արդեն իսկ 1.4 միլիարդ դոլար միայն այս մի ծրագրով գերազանցում է, եթե մեր բոլոր ծրագրերը արտադրողականության խթանման միավորենք իրար 1.6-1.7 միլիարդ դոլարի արդեն պորտֆել է, որով մեր բազմաթիվ կազմակերպություններ հազարավոր միավոր տեխնիկա են ներմուծել Հայաստան եւ իրենց արտադրողականությունը էական չափով ուրեմն ավելացրել են։ Պետությունը աջակցում է օրինակ ինտենսիվ այգործության զարգացմանը վարկերի, տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման եղանակով, որտեղ կես հեկտարից մինչև 500 հեկտար, սկսած կես հեկտարից պետությունը ինտենսիվ այգիների համար աջակցության ծրագրեր իրականացնում, իսկ կես հեկտարը արդեն դա կարելի ասել սկսնակ բիզնեսի համար նորմալ թիվ է, հասկանալի է, որ 100, 200, 300 կամ 500 հեկտարը արդեն խոշոր գյուղատնտեսական բիզնեսների համար է օգտակար։ Կարգապաշտպան ցանցերի ներդրմանն ենք աջակցում 75%-ով սուբսիդավորում ենք 200-ից ավել բնակավայրերում կարգապաշտպան ցանցերի քաշելու ծախսը, 75%-ը, իսկ մյուս ուրեմն դեպքերում արդեն 50 ուրեմն տոկոս է։ Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց ծրագրով էլի մինչև եթե փոքր բիզնեսի դեպքում անենք մինչև 500 միլիոն դրամ ներդրման դեպքում պետությունը 10%-ի չափով ուրեմն ենթակառուցվածքներում ֆինանսավորում է իրականացնում բիզնեսի համար եւ այսպես շարունակ հարգելի գործընկերներ այդ թվում նաեւ տեսեք մենք մի ծրագիր ունենք կոչվում է արտահանման աջակցության ծրագիր այս ծրագրով բիզնեսը գնում է մասնակցում է արտասահմանյան էքսպո ցուցադրությունների եւ իր ապրանքն է ցուցադրում եւ եթե կարողանում է պայմանագրեր կնքել ու արտահանում իրականացնել։ Ես մի քանի այդպիսի էքսպոների անձնապես եմ գնացել տեսել, օրինակ Արաբական Միացյալ Էմիրություններում Դուբայում տեղի ունեցող էքսպոին կամ Ռիգայում Riga Food Expo-ին բացարձակապես փոքր բիզնեսներ են մասնակցում այդտեղ, այսինքն մեծերը իրենց պայմանագրերը հիմնականում ունեն, շատ երևի կտրուկ ասի բացարձակապես, բայց 80-90%-ը փոքր բիզնեսեր, մնացածը հիմնականում էլի եթե դրանից դուրս էր միջին բիզնեսներ էին, ինչ էր դա, հասկանալի է, որ փոքր բիզնեսը, միջին բիզնեսը օրինակ չի կարող իրեն թույլ տալ $100,000 ծախսել եւ գնալ Արաբական Միացյալ Էմիրություններում իր ապրանքները էքսպոին ցուցադրել։ Պետությունը վճարում է տաղավարի համար կամ այդ տաղավարի ծախսերի մեծ մասը վերցնում է իր վրա, բիզնեսին ընդհանրապես մնում է սիմվոլ
սիմվոլիկ մասնակցություն փոքր եւ այդ իր ապրանքները տեղափոխի ու ցույց տա։ Սրա շահառուն հիմնականում մեր փոքր բիզնեսի ներկայացուցիչ ընկերություններն են կամ ինչա պետք, որպեսզի ապրանքները արտադրել եւ արտահանել, հա, սերտիֆիկատ է պետք, որպեսզի դու սերտիֆիկատ ունես։ Այդ սերտիֆիկատի ծախսերի 50%-ը պետությունը ֆինանսավորում է։ Օրինակ, փոքր բիզնեսը գնաց էմիրություններին, օգտվեց մեր ծրագրից, մասնակցեց էքսպոյին եւ ենթադրենք ներկայացրեց իր ճիրը, իր թեյերը։ Լավ, եկավ։ Հիմա ինքը պետք է ճիրն ու թեյը տանի արաբական աշխարհ։ Դրա համար օրինակ իրան ասում են պետք է անես այս X սերտիֆիկատը, որը արժի պայմանական 1.5 միլիոն դրամ։ Մեծ գումար է։ Պետությունը 750,000-ը այդ 1.5 միլիոնի տալիս է։ 750,000-ն էլ բիզնեսն է վճարում։ Այսինքն, այսպես բազմաթիվ գործիքներով աջակցում ենք, որպեսզի մեր փոքր բիզնեսը, մեր միջին բիզնեսը կարողանա իր արտադրողականությունը ավելացնի, կարողանա մուտք գործել արտաքին շուկաներ, կարողանա ապրանքներ արտահանել եւ դրա միջոցով կարողանա բնականաբար իր նորմալ տնտեսական գործունեությունը իրականացնել։ Թերևս այսքանը այս հարցի վերաբերյալ։ Պարոն Բագրատյան, Զրոյից սկսող մեր հայրենակցին կցանկանամ հետևյալ խորհուրդ տալ, ծրագիր ներկայացնել։ Ամենաբարդը այսօր նոր մտքերն են։ Աշխարհում նոր մտքերը ֆինանսավորվում են։ Այդ ծրագիրը, եթե ինքը իսկապես արդյունավետ է եւ դուք կարող եք ապացուցել, վստահաբար ֆինանսավորում կլինի։ Եթե դուք ուզում եք արտադրել այս բաժակը, պետք է հաշվել, թե այս բաժակի նախագիծ, նախահաշիվը ինչպիսի տեսք ունենա, ինչքան գումար է անհրաժեշտ այս հումքը գնելու համար, այս ինչ սարքավորում պետք է ունենաք, որպեսզի այս արտադրությունը կազմակերպեք, ինչքան աշխատուժ է պետք եւ ինչքան ժամանակ է պետք շուկայում տեղ ունենալու համար։ Այսինքն, երբ որ դուք բաժակ եք արտադրում, պետք է հասկանաք, դուք մրցակցել կարող եք արդեն շուկայում գոյություն ունեցող բաժակների հետ, չէ՞ որ բաժակ բոլորս գնում ենք։ Ձեր բաժակը կարող են գնել, եթե ավելի որակյալ է եւ ավելի էժան։ Հետևաբար, որևէ բան արտադրելու համար դու պետք է ունենաս այդ նախագիծը եւ նախահաշիվը։ Երբ որ դա դուք կունենաք, նույնիսկ եթե բանկը չի ֆինանսավորի, դες վստահեցնում են, որ բազմաթիվ ֆինանսավորողներ կլինեն, որովհետեւ այսօր ողջ աշխարհը նոր գաղափարներ, նոր ծրագրեր է փնտրում։ Բայց եթե դա նորություն է շուկայում, դուք ընդհանրապես չեք ուզում որևէ ծառայություն անել, որը անում են այս բային բոլորը, այսինքն դուք ուզում եք զբաղվել կոշկակարությամբ, որը մրցակցային է, եւ դուք պետք է ապացուցեք, որ դուք կարող եք դա ավելի որակով անել, այդ ծառայությունը մատուցել, եւ ընդհանրապես ձեզ անհրաժեշտ է որևէ տեղ ունենալ, որպեսզի այդ ծառայությունը մատուցես, երբ որ կապացուցես, որ այո, ըստ քո որակական եւ փորձառության շրջանակներում դու ի վիճակի ես ավելի լավ ծառայություն մատուցել, վստահաբար ասում եմ, որ ֆինանսավորում կլինի, եթե բանկերը չլինեն, ֆինանսական բազմաթիվ կազմակերպություններ կան։ Եվ այսօր բոլորս գիտենք, որ համացանցով կարող ես ցանկացած նախագիծ ներկայացնել եւ ներգրավել բազմաթիվ ներդրողների, որովհետեւ այս պահին աշխարհում անսահման գումարներ կան, որոնք ներդրման հնարավորության տեղ են փնտրում։ Եվ եթե լինեն ճիշտ ծրագրեր, վստահ եղեք, որ ներդրումներ միշտ էլ կլինեն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, մեր հաջորդ հարցը լսենք։ Բարև ձեզ, ես Լուսինե Հովանեսյանն եմ, ապրում եմ Երևանում եւ ցանկանում եմ հարցս ուղղել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին։ Պարոն Պապոյան, եթե ես չեմ սխալվում, սեպտեմբերին հայկական 11 ընկերություն առաջին անգամ ներկայացված է եղել Texport Apparel Sourcing Paris Եվրոպայի խոշորագույն տեքստիլի եւ հագուստի մատակարարման ցուցահանդեսին եւ Հայաստանի տաղավարն արժանացել է ցուցահանդեսի լավագույն տաղավար մրցանակին։ Ինչ եք կարծում, մեր տեքստիլ ոլորտի ներկայացուցիչները եւ հայ դիզայներները երբևէ հնարավորություն կունենան մեկ հարթակում հանդես գալ աշխարհում հայտնի բրենդների հետ եւ արդյոք կառավարությունը ունի որևէ գործիքակազմ տեքստիլի եւ նորաձևության ոլորտի ներկայացուցիչներին աջակցելու եւ խրախուսելու համար։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար։ Տեղեկատվությունը, որը տիրապետում էր մեր հարգելի քաղաքացին, ամբողջությամբ ճիշտ է, մենք մասնակցել ենք այդ միջոցառմանը, մեր տաղավարը լավագույնն է ճանաչվել եւ մեր տաղավարի կողքին բոլոր խոշոր արտադրողները ըստ էության այդտեղ էին եւ մենք ըստ էության արդեն իսկ կարող ենք պնդել, որ զանգվածային արտադրությունից եւ այսպես ասած արտադրություն, որը սպասարկում է տարբեր բրենդներից, նաև անցում են կատարում մեր
սեփական բրենդների ստեղծմանը եւ կառուցմանը, եւ այս առումով ուզում եմ նշել, որ կառավարությունը բավականին մեծ աջակցություն է տրամադրում ոլորտին։ Տեսեք, ամբողջ տեքստիլի ոլորտը նկարագրենք, հա, մենք չունենք օրինակ բամբակ կամ բուրդ, մեր երկիրը այդ հումքը չունի, դա պիտի ներմուծենք։ Երբ որ ներմուծում են այդ ապրանքները, մենք այդ ներմուծման ժամանակ վարկերի տոկոսադրույքները սուբսիդավորում ենք, այսինքն հումքը դարձնում ենք ավելի հասանելի մեր արտադրողներին։ Երբ որ այդ ապրանքը գալիս է հասնում է Հայաստանի սահմանին, մենք մաքսատուրքից ազատում ենք իրեն, այնուհետև երբ որ ինչ է պետք, մաքսատուրքից ազատված վարկով ձեռք բերված տոկոսները սուբսիդավորվող հումքը եկավ Հայաստան։ Պետք է այդ հումքը վերամշակենք, որպեսզի ինքը դառնա թել, մանրաթել, ուրեմն կտոր եւ հագուստ, չէ՞։ Դրա համար պետք է սարքավորում։ Սարքավորման համար արդեն ասացի, լիզինգի տոկոսներով վճարում ենք մեծ մասը եւ ստացվում է, որ սարքավորումն էլ է շատ ուրեմն մատչելի իրենց համար։ Հետո պետք են աշխատողներ, որոնք որ դա անեն։ Այդ աշխատողները, եթե ոլորտից չեն, մենք եւ նոր են եկել ոլորտ, մենք այդ աշխատողների եկամտային հարկը վճարում ենք, հա, եթե իրենք 1 տարի աշխատում են ուրեմն նշված ոլորտում։ Հետո այդ ապրանքը պետքա արտահանել այլ երկրներ։ Արդեն այս մեր էքսպոյի օրինակով գնում են Գերմանիայում, Էմիրություններում, Չինաստանում եւ այլնում ներկայանում են, պայմանագրեր են կնքում եւ պետության ֆինանսավորման բասա տեղի ունենում, որից հետո ինչ է պետք լինելու, որպեսզի իրենք այդ ապրանքները մրցունակ գին կարողանան տան այդտեղի շուկաների համար։ Դրա համար էլի աջակցում ենք, մաքսատուրքը փոխհատուցում ենք, տալիս ենք մաքսատուրքը։ Հետո ապրանքը պետք է արտահանվի, պետք է սերտիֆիկատ դրա համար։ Այդ սերտիֆիկատի ծախսի կեսն ենք վճարում, այսինքն չկա մի արտադրական գործ, արտադրական, առևտրային, մարքեթինգային process, սկսած հումքի ներմուծումից մինչև ապրանքի արտահանում, ուրեմն տվյալ երկիր, որ մենք ծախսերի օրինակ մի դեպքում 50% ենք տալիս, մեկ այլ դեպքում վարկի տոկոսները ամբողջությամբ ենք տալիս, այսինքն ամբողջ process-ում մենք բիզնեսի ձեռքը բռնում ենք ու շատ հաճախ վերջում որ կարող է գումարենք իրար, այդ ծախսերի կարող կեսը պետությունն է տալիս։ Սա շատ գնահատվում է նաև մեր բիզնեսի կողմից, իրենք էլ են շատ այստեղ շատ համագործակցային մեր հետ, իրենք էլ են գնահատում այս ծառայությունները եւ բնականաբար իրենք էլ մեր հետ խոսակցությունների ժամանակ նաև քննարկում ենք մեր ընդհանուր տեսլականը, որը հետեւյալի մասին է, որ հասկանալի է, որ պետությունը չի կարող անընդհատ սուբսիդավորի բիզնեսներին, անընդհատ հումքի ներմուծման ժամանակ օգնի, անընդհատ մաքսատուրքից ազատի, անընդհատ լիզինգի տոկոսներ տա, անընդհատ արտահանման ժամանակ աջակցի, անընդհատ սերտիֆիկատի փող տա, անընդհատ գնա շուկա գտնի իր համար։ Միշտ բնականաբար ինչ որ բաներ կանենք, բայց այս ամեն ինչը մենք անում ենք, որպեսզի մեր բիզնեսները կարողանան անհրաժեշտ մրցունակության հիմքերը եւ արտադրողականության լավ հիմքերը ձևավորեն, որ հետո կարողանան իրենցով միջազգային շուկաներում ամրապնդվեն եւ բնականաբար զարգանան, ապահովելով Հայաստանում արտադրություն, աշխատատեղեր, հարկային մուտքեր եւ իհարկե տնտեսության զարգացում։ Այս առումով պետք է նշել, որ մեր բոլոր ծրագրերը, այսպես ասած, դիզայնավորված են բիզնեսի հետ համատեղ աշխատանքի արդյունքում եւ իրենց հետ անընդհատ քննարկում ենք եւ փորձում ենք գտնել լուծումներ, որպեսզի ել ավելի մեծացնենք իրենց մրցունակությունը։ Պարոն Թունյան, Կարճ ավելացնեմ, ցուցահանդեսները իրոք կարևոր են, բայց այստեղ դա միակ գործոնը չի։ Տեքստիլի իհարկե կարևոր ուղղություն է Հայաստանի տնտեսության համար, բայց պետք է հաշվի առնել, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն ունի սահմանափակ բնույթ, այսինքն գումարները անսպառ չեն եւ եթե նպատակ կա աջակցել որևէ ոլորտի, պիտի հասկանանք, թե այդ սահմանափակ միջոցները ավելի արդյունավետ որ ուղղությամբ է պետք ուղղել։ Օրինակ մի քանի օրից մեկնարկեն Հայաստանի Հանրապետության բյուջեի քննարկումները, պետական բյուջեի քննարկումները եւ այդտեղ մենք օրինակ որպես ազգային ժողովի պատգամավորներ հարց չենք տալու, թե քանի ցուցահանդես է կազմակերպվել, հարց ենք տալու, թե էկոնոմիկայի նախարարության ձեռնարկած միջոցառումները ինչ արդյունք են տվել, որովհետեւ դու կարող ես 20 հատ ցուցահանդես կազմակերպես, դա էֆեկտ չկա, բայց կարող է պարոն Պապայանի նշած մի քանի աջակցության ծրագրերը սուբսիդավորումների մասով շատ ավելի մեծ չափով նպաստեն այդ ընկերությունների մրցունակությանը։ Դրա համար ուզում եմ կրկին անգամ շեշտել, որ եղած միջոցները փորձարվում օգտագործել ամենաարդյունավետ ձևով եւ այդ որոշումները համոզված եմ, որ կայացվում են հենց ոլորտի ընկերությունների հետ համատեղ քննարկումների արդյունքում։
Շնորհակալություն, անցնենք հաջորդ հարցին։ Ես Հայկ Կարնեզյանն եմ Արմավիրի մարզից, գյուղատնտես։ Հարցս ուղղում եմ ձեզ իմ ընկերների խնդրանքով, ովքեր զբաղվում են խաղողի մշակությամբ։ Գյուղացիների հավաքած բերքը կարծես թե նախորդ տարիների համեմատ ավելի բարձր է մթերվում, սակայն ոչ բոլորն են կարողանում ամբողջությամբ իրացնել իրենց խաղողը հերթերի պատճառով։ Հնարավոր չէ արդյոք այնպես կազմակերպել, որ բոլորը կարողանան հանձնել բերքը գործարանների եւ խաղող չմնա։ Շնորհակալ եմ հարցի համար։ Հարցը նկարահանելու պահին դեռևս սա ակտուալ է եղել, բայց հարցը լուծված է, որովհետև Հայաստանում խաղողի 99% արդեն մթերված է, վերջին մնացած 1%-ը կմթերվի այսօր վաղը եւ մենք կավարտենք այս process-ը։ Մի քանի թվեր ներկայացնեմ, բայց քաղաքացին շատ ճիշտ է ասում, նախորդ տարվա համեմատ 25%-ով այս տարի խաղողի բերքը մինիմում 25%-ով ավելի բարձր է եղել եւ հետեւաբար նաեւ մթերումն է 25%-ով բարձր եղել։ Եթե ամբողջ անցած տարի մթերվել է 164,000 տոննա խաղող, արդեն այս տարի 207,000 տոննայից ավել ենք մթերել կամ 26% ուրեմն ավել անցած տարվանից, բայց էլ դեռ մի փոքր կավելացնենք, այսինքն էլ ավելի է այս աճը մեծանալու, փաստացի 43,000 տոննա արդեն ավել ենք մթերել նախորդ տարվա համեմատ, ինչը շատ մեծ թիվ է։ Նաև արտահանումն է լավ գնում, մոտ 7000 տոննա արդեն արտահանել ենք, սա անցած տարի էլ մոտավորապես 7000-ից մի փոքր ավել էր այս փուլում, բայց մինչև տարեվերջ իմ կարծիքով արտահանման ցուցանիշներն էլ գերազանցեն նախորդ տարվա արտահանման ցուցանիշները, այս պահի դրությամբ մոտավորապես մի 500 տոննա խաղող է մնացել Արմավիրի Արարատի մարզերում, շատ քիչ, հիմնականում նշած 500-ից հիմնականում Արմավիրում է եւ մոտ 1500 տոննա էլ ուրեմն Վայոց ձորում է մնացել, բայց շատ ինտենսիվ գնում է մթերման process-ը եւ բնականաբար շատ շուտով կավարտենք այդ մնացած քանակները եւ կարող ենք ասել, որ այս թեման ամբողջությամբ փակված կլինի, իհարկե սա ռեկորդային ցուցանիշ է իմ կարծիքով եւ շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր խաղողագործներին այս տարի այսքան շատ խաղող եւ այսքան որակով խաղող ուրեմն մշակելու համար, որովհետև ամենօրյա կապի մեջ եմ գործարարների հետ, ասում են ոչ միայն շատ է, այլ նաև որակով, ինչը շատ կարևոր է, եւ շնորհակալություն եմ հայտնում, շատ մեծ շնորհակալություն մեր կոնյակագործներին, գինեգործներին, որոնք որ շատ պատասխանատու վարկ դրսևորեցին եւ մթերեցին ամբողջ ծավալը, հատկապես այն ընկերներին, որոնց խոսքը իրապես գործ է, որոնք ասեցին, որ կմթերեն եւ մթերեցին, իհարկե եղան նաեւ 1-2-ը, որոնք որ չմթերեցին իրենց խոստման չափին համաձայն, բայց մյուս բիզնեսները, մյուս գործարարները 1 տասնյակից ավելի իրենց նախապես պլանավորած ծավալից հիմնականում ավել մթերեցին եւ ամբողջ ուրեմն քանակը մթերվեց, այս առումով էլ նախարարություն, այսինքն պետություն, բիզնես, այս դեպքում կոնյակագործ, գինեգործ եւ խաղողագործներ, այս դեպքում մեր ֆերմերներին, այս եռանկյունին փայլուն է աշխատել, սաղ տարի իրար հետ աշխատել ենք եւ դու տեսակ արդյունքը, ես այլ բան չեմ ասի, ամեն մի խաղող մշակող, ամեն մի հանձնող գիտի այս տարի գները ինչքան բարձր են եղել նախորդ տարիների համեմատ, ինչքան շատ ենք մթերել եւ սա հպարտանալու առիթ է, որովհետեւ ստացվում է համ գներն էին բարձր, համ քանակներ մթերման շատ, հետեւաբար մեր գյուղացիները ավելի շատ եկամուտ կունենան եւ հուսով եմ եկող տարի ել ավելի շատ եւ ել ավելի լավ որակի խաղող կմշակեն, որովհետեւ եթե որակը լավն է, ապա մեր բիզնեսը պատրաստ է դա մթերել, որովհետեւ իրենց էլ ենք տարբեր գործիքներով աջակցում, ֆինանսական գործիքներով աջակցում ենք, երաշխավորություն ենք կանգնում, որպեսզի կարողանան ձեր խաղողը ամբողջությամբ առանց խնդիր, անխոչնդոտ մթերեն, ոնց որ այս տարի ա եղել, առանց
առանձին օրերի կարող է կարիք է եղել մի քանի ժամ ավել կանգնել, որովհետև ինչպես ձերը, սիրելի քաղաքացի կամ ձեր ընկերներին է, այնպես էլ մյուս մեր քաղաքացիներին է, մի քիչ շատ է եղել այս տարի, այսպես ասած մի քանի մեքենա ավել է եղել եւ բնականաբար հնարավոր է այնպես ստացվի մի քիչ սպասենք, բայց կարևորը մթերված է, կարևորը ժամանակին փողը կստանաք եւ կարևորը նորմալ գնով է մթերվել։ Շնորհակալ եմ հարցի համար։ Իմ փորձից ավելացնեմ նաեւ, որ երբ որ մարզպետ է ես աշխատում, այդ ժամանակ մենք ինչ ենք անում, բոլոր վերամշակող գործարանների սեփականատերերին հրավիրում էինք եւ պայմանագրեր էինք կնքում նախատեսող բերքի չափով, այսինքն նախատեսում էր Վայոց ձորում այս տարի 6000 տոննա խաղողի բերք, մենք այդ 6000 տոննան ըստ գործարանների միջնորդում ենք, որպեսզի արտադրողները եւ վերամշակողները միասին աշխատեն, պայմանագրերը կնքեն եւ խնդիրը հրաշալի լուծվում էր։ Հիմա մեր քաղաքացին նշեց հերթերի հետ կապված խնդիրը, այս ժամանակներում շատ դա հեշտ լուծող հարց է, դա on-line հերթագրվեն, իմանան իրենք պետք է այդտեղ լինեն ժամը 15:30, մյուսը պետք է լինի 20:40 եւ այսպես շարունակ, որպեսզի չգան, չսպասեն եւ ալրացիչ խնդիրներ չառաջանան։ Եթե նույնիսկ on-line-ի հարցում դժվարանում են, կարող է վերամշակող գործարանները կազմակերպեն, զանգերով հերթագրեն եւ մարդիկ իմանան որ օրը եւ որ ժամին պետք է իրենց բերքը հասցնեն գործարան։ Այդպես հեշտ կլինի եւ կարգավորված կլինի, խնդիրներ չեն առաջանա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, լսենք մեր մյուս հարցը։ Բարև ձեզ, պարոն նախարար, իմ անունը Գորգ Եվորքյանն է, ես Սևանից եմ, Գեղարքունիքի մարզից։ Մեծ խնդրանքով եմ դիմում ձեզ, 19-20 թվականին այս տարածքը ես արտուստով շահել եմ, պետքա ներդրում անեի 8 միլիոնի, բայց ներդրում եմ արել մինչև հիմա 79 միլիոն դրամի։ Անից դուրս է գալի, որ ես ինչ արել եմ ապօրինի է եղել, չեմ էլի տեղեկացել, որտեղ որ պետք է։ Թուղթ է եկել, որ լուծարային պայմանագիր է իմ հետ, նրա համար, որ ես իմ 3 տարի են ժամանակ տվել, որ ներդրում անեի, պրոստեսով ես իրանց էլ եմ ասում եմ 79 միլիոն դրամ եմ ներդրել, սարքել եմ ես ամեն ինչը տուրիստական ընկերության, տուրիստների հետ աշխատում ենք, այդ տուրիստական գործակալությունների հետ, սա տուրիստներ են գալի, նորմալ ակուրատ տեղ ենք սարքել, այստեղ են ժամանակ Բոլորն էլ որ ճանաչում այդտեղը գիտեն, աղբաննոցն է եղել, միշտ սաղ աղբը տեղը էլ եմ, մարտել ենք, սինում սարքել ենք, համար ձմեռվա համար, ճիշտ է ձմեռը գումար այդքան չենք աշխատում, բայց ազիվ իրան կարում է բայ, բայց պահում ենք, չեմ փակում։ Հիմա հարցներ անում է, որ եթե հնարավոր է այս հարցին տեսնենք ոնց ենք լուծում տալիս, օրինականացնենք, խնդիր չկա, մենք պատրաստենք, ոնց կասեն, օրինականացնենք, գրանցենք այս ամեն ինչը հնարավորություն տալ, աշխատենք նորմալ, էլի զարգացնենք մեր սեղանը, շատ շնորհակալություն, եթե հնարավոր է այդ հարցին լուծում տանք։ Շնորհակալություն հարգելի Գոր, ես ինչքանով հասկացա հարցը, դուք ինչպես ասցիք, ես ձեր բառերը փորձեմ մեջ բերեմ, չենք իմացել, որ ապօրինի է եղել կամ չեմ տեղեկացել։ Ճիշտ ասած, ես շատ մանրամասն չգիտեմ, սա կոնկրետ մասնավոր դեպք է։ Ենթադրում եմ ձեր սեփականության վրա չի ներդրումը կամ այլ ֆիզիկական անձի կամ Սևան ազգային պարկի վրա է ներդրումը, դուք էլ ինչ-որ ժամանակով վարձակալել եք, բնականաբար այդ ժամանակը ավարտից հետո չգիտեմ ով է սեփականատերը, ինքը իրավունք ունի վարձակալության ժամկետը ուրեմն դադարեցնի կամ երկարաձգի, ինչպես իր տիրույթում է։ Սա մասնավոր հարց է, եթե ավելի մանրամասն պարոն Գևորգյանը Գոր մեզ տակ փորձենք հասկանանք, բայց այնուամենայնիվ իրավական ռեժիմից դուրս չեն կարող գալ եւ մյուս սուբյեկտի իրավունքները, որոնք որ սեփականության իրավունք են, ինչպես ես հասկացա, եթե ինչքանով որ փորձեցի ընկալել հարցը, բնականաբար սահմանադրությամբ պաշտպանված են եւ իրավական պայմանագրային հարաբերություններ, եթե դուք ունեք, ապա այդ պայմանագրային հարաբերություններով երկու կողմերդ ունեք պարտավորություններ եւ իրավունքներ եւ դրանից դուրս ոչինչ պետությունը չի կարող անել, այսինքն պետության ֆունկցիան է այն ինչ որ դուք պայմանագրով պարտավորվել եք անել եւ մյուս կողմն էլ ձեր նկատմամբ է պարտավորվել անել, այդ պարտավորությունների կատարման ապահովումը իրականացնել։ Սա իրավական պետության բնորոշ ամենակարևոր գործիքն է եւ բնականաբար սեփականության իրավունքի պաշտպանությունը դա շատ կարևոր ինստիտուտ է։ Մնացածը հասկանալի է, նախ
մեր բոլոր հայրենակիցներին կոչ եմ անում ներդրումներ անելուց ամբողջ իրավական ռեժիմը ուշադիր նայել, իրենց պայմանագրային պարտավորությունների ուշադրություն դարձնել, որպեսզի այսպիսի իրավիճակում չհայտնվեն, մասնավոր դեպքեր առանձին եթե դիմում կլինի, ավելի կխորանանք պայմանագրային մանրամասնությունների մեջ եւ ավելի հիմնավոր կպատասխանենք ինչ որ բան կարող ենք անել, թե չենք կարող անել։ Շնորհակալություն, պարոն Թոնյան։ Շնորհակալություն, ես հավելեմ, որ հնարավոր է հարցի երկրորդ շերտ էլ կա, այսինքն կարող է հարցը կապված է նրա հետ, թե արդյոք ինքը այդ տարածքում նման շինություն կառուցելու իրավունք ուներ, թե չէ, այսինքն դա ինքնակամ է, ում հողի վրա է, միգուցե համայնքային սեփականություն է, միգուցե շրջակա միջավայրի պահանջներին չի համապատասխանում այդ ամեն ինչը, այստեղ ուզում եմ ասել, եթե խոսքը վերաբերում է ինքնակամ շինությանը, մենք ցավոք սրտի շատ դեպքեր ունենք, երբ որ քաղաքացիները իհարկե մեր զրուցակցի մասին չի խոսքը, բայց շատ դեպքերում մարդիկ մտածում են, որ ավելի լավ է այսօր թեկուզ ինքնակամ ձևով կառուցեն, վաղը մյուսօր մի կերպ դա կօրինականացնեն կամ օրենքի փոփոխություն կլինի եւ հնարավորություն կլինի, բայց մենք մշտապես այդ ճանապարհով գնալ չենք կարող, այսինքն եթե կանոն կա, ապա այդ կանոնից մշտապես շեղվելը բերում է իր հետևից նոր կանոնների խախտումների։ Ես կխնդրեմ, քանի որ ինֆորմացիան ամբողջական չի, թե բիզնեսի, թե տեղանքի, թե կոնկրետ շինության հետ կապված, մեր այս հաղորդման կազմակերպիչներին կամ կոորդինատորին կխնդրեմ իմ էլեկտրոնային մեյլի հասցեն փոխանցել մեր հարգելի հայրենակցին, թող ինձ իր կոնկրետ այդ դեպքի հետ կապված կամ դեպք եմ ասում կամ այդ բիզնեսի հետ կապված դետալները ուղարկի ինձ, ենթադրում եմ որոշ պետական մարմինների դիմաց կլինի, ավելի սպառիչ ինֆորմացիա իրեն ըստ արդեն մեզ տրամադրած ինֆորմացիայի կտրամադրենք։ Շնորհակալ ենք, մեր մյուս հարցը։ Բարև ձեզ, ես Ալինան եմ Բաբայան, ապրում եմ Արմավիրի մարզում։ Խնդրում եմ ասեք, թե ինչ քայլեր են ձեռնարկվում տնտեսական կախվածությունը մեկ երկրից վերացնելու ուղղությամբ։ Բազմիցս խոսվել է տնտեսության դիվերսիֆիկացման մասին։ Ինչ քայլեր կամ արդյունքներ կան այդ մասով։ Շնորհակալ եմ, կամ հիմնական հասցեատերը։ Ինչ ենք անում, նախ շատ ճիշտ եք ասում, որ դիվերսիֆիկացիան դա մենակ մեզ բնորոշ բան չի։ Դիվերսիֆիկացիան անհրաժեշտ է աշխարհի բոլոր պետություններին։ Աշխարհի բոլոր պետությունները փորձում են դիվերսիֆիկացնել իրենց տնտեսությունը։ Աշխարհի բոլոր կազմակերպությունները փորձում են դիվերսիֆիկացնել իրենց շուկաները։ Եվ նույնիսկ մարդիկ փորձում են դիվերսիֆիկացնել իրենց, այսինքն տարբեր գիտելիքներ ունենան, երկու աշխատանք ունենան, տարբեր բիզնեսներ ունենան եւ այլն, այսինքն փորձում են մաքսիմալ այնպես անել, որ իրենք մեկ աղբյուրից կախված չլինեն, եւ սա առանցքային կարևորություն ունի։ Եվ ուզում եմ հատուկ նշել, որ սա որևէ պետության դեմ ուղղված չէ, եւ եթե օրինակ մենք որևէ ապրանք հիմնականում արտահանում ենք, ենթադրենք Ռուսաստանի Դաշնություն, մենք ցկտում ենք, որ դա այլ երկրներ էլ արտահանենք, ոչ ի հաշիվ Ռուսաստանի Դաշնության, այլ ավելի մեծ քանակ արտադրենք այդ ամեն ինչից այլ երկրների համար էլ նախատեսվի։ Եթե ինչ-որ մի բան հիմնականում արտահանում ենք եվրոպական շուկա, ձգտում ենք դա նաև պահել եվրոպական շուկայի քանակները, ավելացնել, բայց նաև Ռուսաստանի Դաշնություն արտահանել, արաբական աշխարհ արտահանել, Չինաստան եւ այլն։ Սա այսպես ասած ֆունդամենտալ գաղափարախոսական մաս է։ Երկրորդ շերտում ինչ ենք մենք դրա համար անում։ Մենք դրա համար մի քանի մակարդակում գործողություններ ենք անում։ Գործողություն մեկը դա մեր օրենսդրության համապատասխանությունն է, մեր ստանդարտների համապատասխանեցումն է, միջազգային ուրեմն ստանդարտների եւ միջազգային աշխարհի օրենսդրության։ Օրինակ վերջերս մենք տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքների փաթեթ ընդունեցինք, որտեղ վերցրել էինք այդ օրենքները եվրոպական դիրեկտիվներից։ Ընդունեցինք սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքներ, որոնք որ ելի վերցրել էինք եվրոպական միության դիրեկտիվներից։ Բազմաթիվ ստանդարտներ վերցնում ենք ԵԱՏՄ ամենաբարձր ստանդարտները, եվրոպական միության ամենաբարձր ստանդարտները, որպեսզի մեր ապրանքները
երբ որ արտադրվում են, փորձեն արտահանվեն, իրենք բարձր որակի ապրանքներ լինեն եւ կարողանան վաճառվել Եվրոպայում, Ռուսաստանում, Չինաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Մերձավոր Արևելքում, աշխարհի ցանկացած կետում իրենք կարողանան վաճառվել։ Շատ կարեւոր է դրա համար տեխնոլոգիական հագեցումը։ Երբ որ ես խոսում եմ մեր տնտեսական արտադրողականության ավելացման ծրագրերի մասին, որտեղ մենք տոկոսադրույքներ ենք վճարում, հենց դրա համար ենք վճարում, որովհետեւ ինքը մեր սովետական սարքավորումը կարողանա փոխարինի գերմանական սարքավորմամբ, որպեսզի, չգիտեմ, 90-ականներին հարևան երկրներից ներմուծված, արդեն իսկ բարոյապես եւ ֆիզիկապես մաշված տեխնոլոգիան կարողանա ինքը փոխարինի, ենթադրենք, ճապոնական սարքավորումներով, որովհետեւ ճապոնական սարքավորումից կամ գերմանական սարքավորումից ստացված արտադրանքը շատ ավելի բարձր որակ է ունենում եւ շատ ավելի քիչ ծախսեր է պահանջում, քան ասենք օրինակ խորհրդային ժամանակների սարքավորումից։ Հետևաբար դա թույլ է տալիս եւ որակի առումով եւ գնի առումով մրցունակ ապրանք առաջարկել աշխարհին եւ հետևաբար այդ դեպքում մեր ապրանքների վաճառքների հավանականությունը մեծանում է եւ հետևաբար դիվերսիֆիկացիան ավտոմատ տեղի ունենում։ Ես պատահական չնշեցի սերտիֆիկացիան ծրագրի մասին։ Ինչու, որովհետև եթե դու ուզում ես ինչ-որ ապրանք վաճառել Միացյալ Նահանգներում, դու պետք է ունենաս սերտիֆիկատ։ Այդ սերտիֆիկատը էժան չի։ Ամեն մի փոքրիկ դետալի սերտիֆիկատը կարա մի քանի $1000 արժենա։ Դա հասկանում ենք, որ մեծ ծախս է, եւ դրա համար ասում ենք, ամեն սերտիֆիկատի համար ծախսերի 50% փոխհատուցում ենք։ Այսինքն բիզնեսը արտադրեց, ուզում է դիվերսիֆիկացվի, գնա ամերիկյան շուկա։ Շատ լավ, դա ծախս է։ Այդ ծախսի մի մասը մենք իրեն աջակցում ենք, որպեսզի տալիս ենք, որպեսզի իր համար դա հեշտ լինի։ Այս առումով պետք է նշել, որ սա անընդհատ գործընթաց է, բավականին լավ արդյունքներ ունենք։ Ես վերջերս ամփոփել էի կիսամյակի արդյունքները, օրինակ մեր այն մի ծրագրի, որտեղ ասում ենք, որ Եվրոպական միության շուկա, եթե դու արտահանում ես, մաքսատուկի փոխհատուցում ենք տալիս եւ արձանագրության մեջ կար։ Ուղղություններ ունենք 56% աճ, ուղղություն ունենք 20% աճ, ուղղություն ունենք 30% աճ։ Այսինքն ակնհայտորեն բիզնեսը արձագանքել է դրան, բայց ելի եմ կրկնում, դիվերսիֆիկացիան միայն պետության ֆինանսավորման հաշվին չպետքա տեղի ունենա։ Մենք պետքա ֆինանսավորենք, համաֆինանսավորենք այնքան ժամանակ, մինչև իրենք գնան, տեղավորվեն այդ շուկաներում, այդ սուպերմարկետներում մտնեն, այդ շուկաներում մտնեն, պայմանագրեր կնքեն, գտնեն առավել մրցունակության ձևերը եւ այլն, եւ ինչ որ փուլում բնականաբար կառավարությունը կամաց այդ պրոցեսում դուրս կգա, որովհետեւ մենք նաեւ չենք կարող եւ ճիշտ էլ չի անընդհատ օրինակ ֆինանսավորել մի բան, որը տնտեսապես ինքը շահութաբեր չէ։ Մենք պետք է աջակցենք նրանց, որոնք որ կարող են լինել տնտեսապես շահութաբեր եւ մրցունակ լինել եւ դրանով նաեւ մեր տնտեսությունը իրենք կարողանան դիվերսիֆիկացնել։ Այստեղ շատ կարեւոր նշանակություն ունեն նաեւ մեր անհատական ջանքերը, որովհետեւ նույն գյուղատնտեսության մեջ մենք պետք է հասկանանք, որ եթե չափից շատ պարարտանյութ ենք տալիս, այդ ապրանքը չի կարող եվրոպական շուկայում վաճառվել, որովհետև ստանդարտներին չի համապատասխանում։ Մենք պետք է հասկանանք, որ չափից շատ, եթե ուրեմն պեստիցիդներ ենք օգտագործում, թունաքիմիկատներ ենք օգտագործում, այդ ապրանքը ոչ միայն կթունավորի մեր բնակչությանը, այլ նաև չի կարողանա արտահանվել այդ շուկաներ, որովհետև դրա համար էլի գիտելիքի վրա ենք ուշադրություն դարձնում, որովհետև աշխարհում բազմաթիվ նոր տեխնոլոգիաներ կան, օրգանական գյուղատնտեսության բազմաթիվ նոր հնարավորություններ կան, որոնք ոչ միայն հնարավորություն են տալիս արտադրել օրգանական արտադրանք, այլ նաև այդ արտադրանքի վրա դու շատ մեծ ծախսեր չես էլ անում, այսինքն պարարտանյութի վրա շատ մեծ ծախս չես անում, թունաքիմիկատների վրա անընդհատ մեծ ծախսեր չես անում եւ այսպես շարունակ։ Հետեւաբար սա բարդ process է, որին մենք պետք է նաև կրթվելով, սովորելով միասին գնանք առաջ ու այս երկար գործընթացը բնականաբար պիտի բերի հանգեցնի մեր տնտեսության դիվերսիֆիկացիային, հետևաբար վերջնարդյունքում նաև մեր անկախության եւ ինքնիշխանության մակարդակի ավելի բարձրացմանը։ Լսենք մեր մյուս հարցը։ Բարև ձեզ, իսրայելյան կարապետ Ալբերտի, Զովոնու համայնքի բնակիչ։
Ես մի հարց ունեմ ռազմական արդյունաբերության հետ կապված, օրինակ ինչ միջոցներ եւ քայլեր եք իրականացնում Հայաստանի Հանրապետությունում զարգացնելու ռազմական արդյունաբերությունը։ Ռազմական արդյունաբերությունը իմ կարծիքով իհարկե դա նաեւ խթան է հանդիսանում որպես պետության տնտեսության զարգացման որպես միջուղ, ինչու՞ չէ նաեւ մեր զինված ուժերում որոշակի սպառազինություն եւ զինամթերք մատակարարելու դրա փոխարեն ոչ թե այլ երկրից գնում կատարելու, այլ մեր երկրից գնումը կատարվի, օրինակ Պաշտպանության նախարարությունը ինչ որ արդյունաբերական կենտրոններ ստեղծի, որպեսզի կարողանա նրանցից կատարի գնում եւ ուրեմն բանակին իրականացնի հատկացումները։ Այս հարցին շատ է հուզում, քանի որ ես ինքս պայստազորի սպա եմ եւ կցանկանայի էլի հասկանալ օրինակ այդ ուղղությամբ ինչ որ քայլեր ձեռնարկվում է թե ոչ խոսքը չի գնում ԱԹՍ-ների թումո կենտրոնների մասին այլ կոնկրետ ռազմական արդյունաբերության օրինակ զենքերի արտադրություն եւ այլն այսինքն մենք ունենք մետաղներ որոնցից կարող ենք օրինակ պատրաստել ինչու՞ չէ նաեւ կարելի է ծրագրեր իրականացնել բուհերում օրինակ պոլիտեխնիկական համալսարանը ունի նման ֆակուլտետ մեքենամասեր եւ բարձրացնող սարքեր այ որ դրանով զարգանք նաեւ մեր ռազմական արդյունաբերությունը զարգացնելու համար որը որ նաեւ տնտեսության առումով միջուղ է որը կարող է մեզ համար ավելի շատ օգուտ բերել եւ այդ գումարները պահենք մեր պետության ներսում շնորհակալություն Շատ կարևոր հարց է ու շատ նորմալ է որ հատկապես պայստազորի սպայի մոտ այս հարցերի նկատմամբ հետաքրքրություն կա Հաշվի առնելով իհարկե որ ռազմաարդյունաբերությունը ինքը որոշակի գաղտնիության էլեմենտներ է պարունակում եւ մենք ազգային ժողովում երբ օրինակ քննարկում ենք ռազմաարդյունաբերության ոլորտի բյուջեն դա փակ ռեժիմով է բայց ես մի քանի տվյալներ ասեմ որոնք որ կարելի է ասել այսինքն հրապարակման ենթակա են Քայլեր ձեռնարկվում են ու այստեղ ուղիղ պետքա ուրախությամբ նշեմ, որ բավականին լուրջ քայլեր են ձեռնարկվել եւ շարունակում են ձեռնարկվել։ Կարելի է շատ խոսել այս մասին, բայց ընդամենը 2-3 տվյալ նշեմ։ Մեզ մոտ էական բեկում մտավ 2023 թվականից, երբ կառավարության որոշմամբ ռազմաարդյունաբերական կոմիտեի ընդհանրապես ոչ թե կոմիտեին, այլ ոլորտին կառավարության որոշմամբ ավելի քան 170 միլիարդ դրամ հատկացվեց 3 տարիների համար, որը ըստ էության զարգատվել մեր մոտ տեղական արտադրություններին։ Եվ այսօր մենք ունենք ավելի քան 30 տեղական ընկերություն, որոնք որ մեր բանակին որոշակի մատակարարումներ են անում, իհարկե այդտեղ փակագծերը չբացեմ, նշեմ միայն, որ վերջին 2-3 տարիների ընթացքում թե աշխատողների քանակով թե սարքավորումների, թե մատակարարումների քանակով մենք ոչ թե ունենք տոկոսներով աճ, այլ ունենք անգամներով աճ։ Եվ նաև խոսք է գնում շատ դեպքերում արդեն ոչ միայն մեր տեղական ընկերությունների կողմից հայկական բանակին կատարող մատակարարումների, այլև արտահանման հնարավորությունների մասին, որտեղ հայկական շատ ընկերությունների արտադրանքի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև արտերկրից։ Այս process-ը ավելի մանրամասն բնականաբար մեր համապատասխան ոլորտների ներկայացուցիչները կարող են տիրապետել ու ներկայացնել, բայց այն որ ոլորտում էական առաջընթաց կա ու այդ ոլորտը առաջնահերթ ուշադրության կենտրոնում է գտնվում, դրանում կարող է չկասկածել, աստվածչանի մենք դա ապացուցելու կարիք ունենանք, բայց էական տեղաշարժեր եղել են եւ շարունակվելու են։ Երևի այսքանը շնորհակալություն թե ավելացնելու բան կունենան, խնդրում։ Պարոն Բագրատյան։ Ես ավելացնեմ գործընկերոջս, որ հաճախ համացանցում նշվում են, որ առանձին խմբեր պատրաստ են տարբեր զինատեսակներ եւ այլն արտադրել եւ ուղղակի օգնության կարիք ունեն, ասեմ, որ դա շատ հեշտ է եւ ռազմաարդյունաբերության կոմիտեն հայտ է ընդունում, եթե դու ունես ծրագիր, ունես նպատակ արտադրություն կազմակերպելու, ռազմաարդյունաբերության կոմիտեն ամբողջովին քննարկելու է վերլուծելու է ձեր ծրագիրը եւ եթե իսկապես
արդյունավետ ծրագիրը վստահ եղեք, որ իրականացվելու եւ ֆինանսավորվելու է։ Ռազմարդյունաբերության հետ կապված մենք այս տարվա սկզբին օրենսդրական նախաձեռնություն ընդունեցինք, որով ել ավելի հեշտացվեց այդ ոլորտի առաջընթացը, ինչ է դա ենթադրում, շատ հակիրճ ասեմ։ Օրինակ, եթե որևէ մեկը մշակել է ինչ-որ նոր արտադրատեսակ ու ցանկանում է դա մատակարարել հայկական զինված ուժերին եւ դրա համար պայմանական, ասենք, օրինակ պետք է որպես փորձանմուշ մեկից բացի 20 օրինակ ունենալ, ապա այդ ծախսերը կարող է պետությունը վերցնել իր վրա եւ այդ կոնկրետ ընկերությունը կամ հետազոտական կառույցը ինքը այդ նախնական ծախսերից ազատված կլինի։ Շատ այլ մանրամասներ կան, որոնց վերաբերյալ հասկանալի պատճառներով սրանց ավել փակագծերը բացել իմաստ չունի եւ չեն կարող։ Շատ լավ, շնորհակալություն։ Տեսենք մեր հաջորդ հարցը։ Բարև ձեզ, ես Սուսաննա Աջոյան եմ, Վայոց-Ձորի մարզի Վայք համայնքի Խնձորդ բնակավայրից։ Ես բազմազավակ մայր եմ, ունեմ 9 անչափահաս երեխա, 5 տղա, 4 աղջիկ, ունեմ բնակարանի խնդիր։ Դիմել եմ մեր գյուղ այցի ժամանակ, դիմել եմ պարոն Բագրատյանին, նախկին մարզպետի հետ այցի ժամանակ, ինքը ասեց, որ քայլեր կձեռնարկի ինձ օգնելու համար։ Ես քանի որ մենք ունենք խնդիրներ բանկերի հետ կապված, չեմ կարող օգտվել պետության աջակցության ծրագրերից։ Եվ հիմա խնդրանքս դիմումս պարոն Բագրատյանին է, ինչ փուլում է գտնվում մեր բնակարանի ապահովման հարցը եւ ապրելով սահմանում վերջը կունենանք բնակարան, թե չէ։ Շնորհակալություն, Տիկին Սուսաննան ճիշտ նշեց, որ մեր նախկին մարզպետի հետ այցելության ժամանակ Խնձորդ սահմանամերձ գյուղում ենք եղել եւ այդ խնդիրը բարձրացվել է գյուղում մեր կայացած հանդիպման ժամանակ։ Իրապես բազմազավակ մայրը 9 երեխա ունի, բոլոր անչափահաս եւ բնակարանի պայմանները ուղղակի անտանելի են, այսինքն վարձով է ապրում եւ 9 երեխա մեծացնել վարձով ապրելով բավականին բարդ է, բայց մենք քանի որ ունենք կառավարության հոգացություն այս հարցում եւ կառավարությունը 2022-2025 թվականի ծրագրում սահմանամերձ համայնքների բնակարանային ապահովման մատչելիության հետ կապված, երբ որ բազմաթիվ մոտ 2000 ընտանիքներ օգտվել են այդ ծրագրից եւ կարողացել են սահմանամերձ բնակարաններ կառուցել, ժողովրդի մոտ դա հայտնի է 16 միլիոնների ծրագիր է, այսինքն կառավարությունը ամբողջովին հիպոթեկային վարկը ֆինանսավորում է եւ այս ծրագրով իսկապես հրաշալի արդյունքներ ունենք։ Հիմա մենք ուսումնասիրեցինք Տիկին Սուսաննայի խնդիրն այն է, որ իրենք վարկային դասակարգում ունեն եւ չեն կարող ծրագրից օգտվել։ Հիմա մենք ինչ ենք նախատեսել անել։ Ես դիմել եմ կառավարությանը, խնդրելով, որ կառավարության որոշման կարծեմ թե համար 842 որոշումներ, ինչ եմ հիշում, որովհետեւ 8 բաժանած 4-ի հավասար է 2, տենց էի նախատեսել հիշել 842 որոշումն է եւ այդ որոշումով կար բացառություններ եւ բացառությունների մեջ ես խնդրել եմ որպեսզի կառավարությունը հաշվի առնի որ 5 երեխա եւ ավել ունեցող ընտանիքները որոնք ապրում են սահմանամերձ բնակավայրերում կարողանան օգտվել այդ ծրագրից։ Իհարկե կառավարության աջակցությունը վստահ եմ կլինի, բայց այստեղ խնդիր ունենք բանկերի հետ, իսկ բանկերը գիտեք առևտրային կազմակերպություններ են, մասնավոր ընկերություններ են եւ իրենց կանոնակարգը ունեն։ Ես աշխատել եմ նաեւ բանկի հետ որոշակի տվյալներ ճշտել եմ, Տիկին Սուսաննային փոխանցեմ, որ ընթացքի մեջ են, բացի այդ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Թորոսյան Արսենի հետ քննարկել ենք հնարավորությունները, ինչ կարող ենք անել։ Վստահ եմ, որ առաջիկայում լուծումը կգտնենք եւ վստահ եմ, որ այս հրաշալի ընտանիքին բնակարանային ապահովման խնդիրը կլուծենք եւ նաեւ Տիկին Սուսաննան խոստացավ, որ եթե մենք այդ խնդիրը լուծենք, եւս 2 երեխա կունենա, այսինքն 11 կունենա եւ մենք անպայման այդ խնդիրը լուծելու ենք։ Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Ես Մշեղ Պալյանն եմ, Գերմանիայի Դաշնության Հանրապետությունից։ 2005 թվականին գնել եմ հողատարածք Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։ 20 թվականից հետո որոշեցի վերադառնալ հայրենիք, կառուցել տուն, երևի որոշակի ներդրում կատարել, բայց ցավոք սրտի մինչ օրս չեմ կարողանում իմ հողատարածքին տիրապետել, որովհետև սկզբում հողը չէին կարողանում գտնել, որի համար 20 տարուց ավել վճարել եմ հարկ։ Հետո կադաստրից ստացա կոորդինատները, չափագրումը կատարուց հետո դիմեցի քաղաքապետարան,
դժվարություններով քաղաքապետի միջամտությամբ ստացա հասցե, որից հետո նորից պետք է գնայի կադաստր, որ վերականգնեմ հողս, չի վերականգնում, որովհետև հողատարածքը ուրիշի հողի հետ է համընկնում։ Գրել եմ նամակներ կադաստրին եւ միջ այժմ դրական պատասխան չունեմ։ Խնդրում եմ, եթե հնարավորություն ունեք, օգնեք, դրանք այդ հարցին ինչ լուծում կարող ենք տալ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Դե սա շատ մասնավոր դեպք է, որի նման դեպքեր իրականում կան։ Ես հասկացա, որ պրոբլեմն է, որ ամբողջությամբ համընկնում է կարծես թե այլ մարդու հողի հետ կամ կարող է մասամբ։ Ցավոք սրտի այդպիսի դեպքեր շատ են եղել, տարբեր գյուղապետեր, տարբեր քաղաքապետեր նախորդ տասնամյակների ընթացքում, հատկապես 2000-ականների բոլոր իմ առնչված դեպքերը այդ ժամանակվա են, շատ մոտավոր ինչ-որ գնահատականներով ինչ-որ հողեր են տրամադրել մարդկանց ու պարզվել է, որ օրինակ հողի կեսը եւ այս մարդու սեփականության մեջ կա այս մյուս եւ մեկ այլ մարդու, բայց կադաստրի կոմիտեն հիմա փորձում է, եթե նախկինում այսպես ասած դիմում էին կադաստրի կոմիտեն նոր լուծում էին ստանում ամբողջական, հիմա ես գիտեմ, որ ունեն ռազմավարություն, ունեն ծրագիր, մարզ, բնակավայր այդ հարցերը լուծելով գնան, ես հիմա այս դեպքը չեմ կարող ասել ինքը կլուծվի թե ոչ, օրինակ ես մեկ այլ դեպք գիտեի ես վերջերս, ինքը այսպես ասած, որ ամեն մեկը մի քանի մետր գնում էր այն կողմ, բոլորի հարցը լուծվում էր, որովհետև այնտեղ վերջում հողակտոր կար ազատ։ Եվ այսինքն ստացվում էր, որ մի շարքի մեջ 20 մարդու հողակտորը ֆիզիկապես մի տեղ էր, թղթի վրա մեկ այլ տեղում էր, բայց կար նաև վերջում էր ազատ մի հատված, երբ որ բոլորը այդպես ասած գնում էին մի կողմ, ամեն մեկինը բոլորինը լուծվում է, բայց ես չգիտեմ սա այդպիսի դեպք կլինի թե ոչ, բայց ցավոք սրտի դա տարածված է, բայց կադաստրի կոմիտեի ուշադրության կենտրոնում է եւ վստահ եմ, որ հնարավոր լինելու պարագայում բոլոր միջոցները կձեռնարկվեն, որպեսզի եւ այս քաղաքացու եւ մյուս քաղաքացու իրավունքները չոտնահարվեն, իրենք սեփականության իրավունքին կարողանան տիրապետեն, որովհետեւ ես արդեն իսկ նախորդի նշեցի, սեփականության իրավունքը եւ մեր սիրելի քաղաքացու եւ մեր բոլոր քաղաքացիների պաշտպանված է սահմանադրությամբ, կառավարությունը երաշխավորն է դրա եւ բնականաբար այն ինչի արդյունքում, այսինքն այդ ոչ թվայնացման, չգիտեմ, հաճախ կոռուպցիայի եւ այլնի արդյունքում այս մարդիկ, հազարավոր մարդիկ այս խնդիրների առաջ են կանգնած, բայց պիտի լուծենք նաեւ այդ տարիների չթվայնացվածության եւ կոռուպցիոն ռիսկերի հետևանքներն ու խնդիրները, որովհետեւ մեր քաղաքացիները իրավունք ունեն եւ պետք է իրենք ամեն մեկը տիրապետի իրեն իր սեփականությանը ամբողջ ծավալով։ Խնդրեմ, պարոն Թունյան։ Ես նման խնդիրների հետ շատ եմ առնչվել, որովհետեւ ազգային ժողովում այդ հարցերով ունեցել են քաղաքացիների տարբեր խմբեր։ Խնդիրն այն է, որ եթե մենք գնում ենք մի ճանապարհով, որ տվյալները ճշգրտվում են, ի հայտ են գալիս այդպիսի խնդիրներ, երբ արդեն կոորդինատները հստակ են ու հողի վրա փորձում են հասկանալ, որ քաղաքացու հողը որն է, կարող է ի հայտ գալ մի իրավիճակ, երբ 3-4 հողատարած կարող են ընկնել իրար վրա։ Այս դեպքում կադաստրի կոմիտեն ընդամենը այդ սեփականությունը գրանցողն է եւ կադաստրի կոմիտեն պիտի տվյալները հիմա վրա գրանցի կամ չգրանցի, բայց հարցերի լուծումը բազմաշերտ է, այսինքն կադաստրի կոմիտե, համայնք, քաղաքացիներ, պետական այլ մարմիններ ու պիտի, չգիտեմ, այդ պատասխանը ինչքանով հաճելի չի լինի կամ սպասված չի լինի, բայց խնդիրը շատ բարդ է իրականում ու հեշտ չի։ Բայց կարևորը նպատակն ու լուծումը մեր առաջնահերթությունների մեջ են էլի ու պարոն Պապայանի խոսքը այս առումով շարունակելով ասեմ, որ այդ խնդիրների լուծումը ոչ միայն հենց կոնկրետ քաղաքացիների շահերից է բխում, այլ հենց պետության շահերից, որովհետև այդ կախված վիճակը նշանակում է, որ փաստացի մենք ունենում ենք
շրջանառությունից դուրս եկած պոտենցիալով չօգտագործող գույքեր, ինչը մեր տնտեսական ակտիվության վրա է ազդում, բայց պիտի շատ դեպքերում նկատի ունենք, որ այստեղ կարող է փոխզիջումների կարիք է լինի ու եթե տեղերում օրինակ քաղաքացիները իրենց հետ ու համայնքի հետ կարողանան որոշակի համաձայնության գալ, այդ դեպքերը շատ ավելի արագ կլուծվեն, բայց չեմ ուզում լրացուցիչ լավատեսություն հաղորդել, պիտի նկատի ունենալ, որ խնդիրը շատ համատարած է ու բավականին բարդ։ Շնորհակալություն եւ լսենք թերևս մեր վերջին հարցը։ Ողջույն բոլորին, ես Պետրոսյան Նարինեն եմ Երևանից, հարցս հետևյալն է։ Զբոսաշրջության զարգացման վերաբերյալ ինչ պետական աջակցության ծրագրեր կան եւ ինչ է անում կառավարությունը մարզերը եւս գրավիչ դարձնելու համար։ Շնորհակալություն։ Պարոն Պապոյան։ Շնորհակալ եմ հարգելի Նարինե հարցի համար։ Շատ մեծ ջանքեր, միջոցառումներ եւ ֆինանսներ ենք ներդնում եւ դրա արդյունքում ներքին զբոսաշրջությունը միջինում վերջին տարիներին տարեկան 20%-ով աճ է ապրել եւ իհարկե նաեւ ներգնա զբոսաշրջությունն է վերջին տարիներին էական աճել եւ մենք աշխարհի այն եզակի երկրներից էինք, որ յետ կովիդյան թվերը առաջին այսպես ասած հաղթահարողներից ենք եղել։ Ինչ ենք մենք անում, օրինակ միայն այս տարի 15 փառատոն ենք ֆինանսավորել, համաֆինանսավորել, օրինակ ես շաբաթ օրը Արթիկ համայնքի նոր կյանք բնակավայրում էի, որտեղ Ղափամայի փառատոնն էր անցկացվում եւ այդ միջոցառմանը մի 2000 մարդ կար եւ ակնհայտորեն դրանք միայն նոր կյանքցիները չէին, որովհետեւ նոր կյանքում այդքան բնակչություն չկա ուղղակի։ Դե կարծեմ նոր կյանքում 1500 մարդ է գրանցված։ Ակնհայտ է, որ հիմնականում մի զգալի մասը դրանք հարակից բնակավայրերից, հարակից համայնքներից, Երևանից ժամանած մարդիկ էին եւ սա օրինակ մեկ օրինակ կամ եթե նկատած կլինեիք Երևանը եւ մարզերը գեղեցկացրած մեր օդապարիկները, դա եւս մեր փառատոններից է, որը էլի աջակցում է էկոնոմիկայի կառավարությունը, էկոնոմիկայի նախարարությունը, զբոսաշրջության կոմիտեն, հա, այս շղթայով է տեղի ունենում։ Ինչ ենք անում բացի այդ զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ ենք կառուցում եւ ենթակառուցվածքային ներդրումներ ենք անում մեր համայնքներում։ Օրինակ, ինչ տեսք ունի այսօր Գառնին, ինչ տեսք ունի այսօր Գյումրին, ինչ տեսք ունի այսօր Գորիսը, ինչ տեսք ունի այսօր Դիլիջանը, դրանք բոլորը կառավարության զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման շնորհիվ է, որովհետև այն տեսքը, որ ունի Գորիսը, այդ սալիկներով գեղեցիկ սարքված, 5 Գորիսի տեսքը պահպանված, կտուրները փոխված, Գյումրին, շատրվաններ, սալիկներ, փողոցներ, Դիլիջանը եւ այսպես շարունակ, դրանք բոլորը մեր ծրագրերի միջոցով են։ Եվ ուզում եմ նշել, որ կառավարությունը եւս 120.5 միլիոն դոլար է ծախսելու մարզային ենթակառուցվածքների վրա։ Գորիսը վերջնականացնելու ենք եւ ել ավելի գեղեցիկ տեսքի ենք բերելու։ Ունենալու ենք Արենի գինու կլաստերը, ունենալու ենք Եղեգիս ագրո կլաստերը, Ջերմուկը ինչ տեսք ունի։ Ջերմուկում հսկայական ծախսեր են կարել եւ ել ավելի շատ ծախսեր են անելու, որպեսզի քաղաքի զբոսաշրջային տեսքը այսօրվա տեսքից, այսինքն հսկայական մի քանի տասնյակ միլիոն դոլարի ծախսվել է, եւս էլի ծախսելու ենք, որպեսզի ել ավելի բարձր մակարդակի բերենք։ Դվինը, Գյումրիի վրա ենք շարունակական ծախսեր անելու էլի, Դիլիջանի համար եւ այսպես շարունակ, այսինքն բազմաթիվ ծրագրեր կան, ապարան, Ծաղկաձոր եւ այլն, որտեղ պետությունը ենթակառուցվածքներ է կառուցելու, աջակցելու է եւ բնականաբար դրա շուրջ բիզնեսը զարգանում է։ Միևնույն ժամանակ մեծ ջանքեր են գործադրում արտաքին շուկաներում Հայաստանի մարքեթինգային, զբոսաշրջային կերպարը ձևավորելու ուղղությամբ եւ դրա արդյունքում մենք նպատակ ունենք 2030 թվականին Հայաստանում ունենալ 3 միլիոն զբոսաշրջիկ, հիմա 2.2-2.3 միլիոն է։ Եվս 7-ից 800 հազար զբոսաշրջիկ այս քանակի վրա եւ բնականաբար դրա հիմնական շահառուներն են լինելու մարզերը, որովհետեւ մենք մեր երկիրը
դիրքավորում ենք որպես էկոզբոսաշրջության, որպես գաստրոզբոսաշրջության, որպես գինու զբոսաշրջության եւ որպես ձմեռային туриզմի երկիր եւ այս ամբողջ զբոսաշրջային ակտիվների մեծ մասը գտնվում են մեր մարզերում, հետեւաբար մարզերի համար զբոսաշրջային առումով առաջիկա տարիներին շատ մեծ փոփոխություններ են լինելու, շատ մեծ ներդրումներ, շատ մեծ հոսքեր եւ բնականաբար սիրելի մարզաբնակ մեր քաղաքացիներ պետք է պատրաստվել, դուք էլ ձեր ներդրումները պետք է անեք, ամեն մեկս պետք է մեր մասնաբաժին ներդրում անի, որպեսզի կարողանա այդ հոսքերից, այդ եկամուտներից իր մասնաբաժինը վերցնել, որովհետև պետությունը դա անում է ձեր համար, պետությունը սալիկապատ ճանապարհը եւ այգին կառուցում է, որպեսզի զբոսաշրջիկը գա այդ տեղով քայլի, վայելի այդ ամեն ինչը, բայց դուք էլ պետք է կողքը ռեստորան, խանութ, սրճարան, հյուրանոց, պատշաճ տաքսի ծառայություն, այսինքն ամեն մեկս մեր գիտելիքի, մեր ունեցած հնարավորության չափով պետք է դրան նպաստենք, որովհետև եթե տաքսի ծառայության որակը լավը չեղավ, մի անգամ կգնա, էլ չի գա։ Եթե սրճարանում սուրճի որակը կամ սպասարկման որակը լավը չեղավ, մի անգամ կգա, էլ չի գա։ Եթե հյուրանոցում մաքրությունը լավը չեղավ, մի անգամ կգա, էլ չի գա։ Այսինքն դուք էլ ձեր մասով պետք է ձեր աշխատանքը կատարեք, որպեսզի կարողանանք այդ ամբողջ եկամուտները վերցնենք եւ շարունակաբար ավելացնենք եւ դրանով հզորացնենք Հայաստանը եւ ձեր կենցաղը, ձեր ընտանիքի կենցաղը եւ բարեկեցությունը դրանով բարձրացնենք։ Շատ կարճ ավելացնեմ, կարելի է։ Նախ երբեմն շատ դժվար է տարանջատել մարզային զբոսաշրջությունն ու Երևանը, որովհետև եթե զբոսաշրջիկը մի քանի օրով գտնում է Հայաստանի Հանրապետությունում, շատ դժվար է պատկերացնել, որ ինքը այդ ամբողջ ժամանակահատվածը անցկացնելու է Երևանում, ու շատ ավելի մեծ է հավանականությունը, որ ինքը այցելելու է մարզեր։ Երկրորդ հանգամանքը կան բազմաթիվ ծրագրեր, որոնք առաջին հայացքից զբոսաշրջության ուղիղ նպատակ չունեն, կարող է իրականացվել տարածքային կառավարման նախարարության կողմից, ճանապարհաշինության, կրթության, գիտության նախարարության կողմից, բայց դրանք խթանում են զբոսաշրջությանը։ Ասենք, եթե մեզ մոտ կառուցվում են ճանապարհներ, կարող ունենանք շատ լավ պատմամշակութային հուշարձան, լավ գովազդենք, բայց այդտեղ ճանապարհ չլինի գնալու, կամ ինչ-որ գեղատեսիլ վայր, որտեղ ճանապարհ չլինի գնալու, ամենալավ օրինակներից մեկը օրինակ Պարզլիշ տանող ճանապարհն է։ Ես կարծում եմ, որ մեր համակարգացիները կհիշեն, ասենք, օրինակ մի քանի տարի առաջ այդ ճանապարհի վիճակը 6-7 կիլոմետրանոց ու հիմա, կամ օրինակ, եթե կան պատմամշակութային հուշարձաններ, իրենց վրա կատարվող վերանորոգման աշխատանքները, արդիականացումը էլի նպաստում են այդ ամեն ինչին, եւ վերջինը ուզում նշել, որ Հայաստանում տեղի են ունենում հատկապես վերջի տարիներին խոշոր միջոցառումներ, սկսած հայտնի աստղերի համերգներից, տարբեր գիտական, սպորտային, մշակութային իրադարձություններից, որոնք մեծացնում են հետաքրքրությունը ու զբոսաշրջիկների այցերը մեր երկիր, որից անուղղակիորեն նաև մարզային զբոսաշրջությունն է շահում, ու այստեղ ես էլ եմ երկրորդում էկոնոմիկայի նախարարին, որ շատ կարևոր է, որ մեր Երևանից դուրս գտնվող այն բնակավայրերում, որտեղ որ տուրիստական հոսքերը ավելի շատ են ու ակնկալում է, որ կմեծանան, իրենք համապատասխան ծառայություններով փորձեն գրավիչ դարձնել իրենց բնակավայրերը, որտեղ ամենալավ գովազդի ձևը հենց տեղում մեկ անգամվա փորձառությունն է, որը զբոսաշրջիկը իր հետ տանելու է Հայաստանի Հանրապետությունից։ Շնորհակալություն։ Պարոն Բագրատյան։ Հրաշալի ծրագրեր ունենք եւ նախարարը նշեց իր խոսքում, ես կառանձնացնեի մարզային ծրագրեր, քանի որ հարց ուղղված էր մարզերի զարգացման հետ։ Փորձեմ Վայոց ձորի հետ կապված Արենիի կլաստերը, Ջերմուկի կլաստերը եւ Եղեգիսի կլաստերի մասին բարձրացնել, որովհետեւ մեր համակարգացիներին պետք է անպայման տեղեկացնենք, որպեսզի իրենք ծրագրերով հանդես գան եւ նաեւ արտերկրի մեր հայրենակիցներին դիմենք, որպեսզի ներդրումներ արվի եւ նաեւ կարողանան ծրագրերը համադրել Եվրամիության կողմից մոտ 20 միլիոն եվրոյի ներդրումներ են նախատեսում, կարողանան այդ ծրագրերը համադրել իրենց ծրագրերին եւ կարողանակությունները մեծացնել, դոստը հրաշալի Վայոց այդ հատվածում հրաշալի համալիրներ կան, սկսած Սմբատաբերդի, Ցախածքարի, Զորաց վանքի, Շադի վանքի եւ բազմաթիվ են եկեղեցիներ, որտեղ իսկապես կոմունիկացիաների կառուցման խնդիր ունենք, այս բանին եթե մենք կարողանանք այս հնարավորությունը օգտագործել, ճիշտ կարող ենք համակարգված այլևս մեր զբոսաշրջային այս երթուղիների ծրագիր ունենալ
այս ամենը եւ դրանով հնարավոր է զբոսաշրջիկը մեկ շաբաթ առնվազն Վայոց ձորում կարողանա հնարավոր այցելություններն անել, դրանով իսկ հսկայական գումարներ նաեւ վաստակեն մեր համակարգացիներ զբաղվելով հենց ագրոտուրիզմով, որտեղ տվյալ ծրագիրը նախատեսվում է հատկապես ագրոտուրիզմի բաղադրիչ։ Այս մասն ցանկանում փոխանցել մեր հայրենակիցներին եւ շնորհակալություն կառավարությանը այս ջանքերի համար։ Շնորհակալ եմ հարգելի գործընկերներ մեր քաղաքացիների հարցերին պատասխանելու համար։ Տեղեկացնեմ, որ ստացված հարցերը բավականին շատ են եղել եւ այսօր եթերաժամանակի սղության պատճառով ընդգրկվել էին այսքանը, այն հարցերը, որոնք այսօր եթերի ընթացքում չհնչեցին, իրենց պատասխանները կստանան ըստ աշխատանքային ընթացակարգի։ Նշեմ նաեւ, որ հարցնում է քաղաքացին հաղորդաշարի շրջանակում անդրադարձ կկատարվի նաեւ այլ ոլորտների եւ հաջորդ թեմաներին ծանոթանալու համար հետեւեք կառավարության եւ ազգային ժողովի պաշտոնական էջերին, իսկ ձեր հարցերը կարող եք ներկայացնել WhatsApp հավելվածի միջոցով 044 900 800 հեռախոսահամարով։ Այսօր այսքանը, շնորհակալություն, հաջողություն։